Դե ինչպես միշտ եկել ենք ասենք մենք ձեզ շատ ենք սիրում, միշտ գալու ենք ասենք մենք ձեզ շատ ենք սիրում։ Ես ձեզ շատ էի կարոտել, որտեղ երկրորդ շաբաթն է չեմ կարողանում ձեզ հետ շփվել։ Նոր մի քիչ առաջ վենթ էի անում, որ համ զբաղված եմ, որտեղ լիքը դասերի ինչով եմ անցնում, համ լիքը ծնունդ կնունք ամառվա սեզոնին մեր ամբողջ ընտանիքի ընկերների բոլորի ծնունդը ընկնում է այս ամիսներին, ես հազիվ հասցնում եմ ոնց որ սկեջուլս կարգավորեմ, դրա համար ներողություն եմ խնդրում, բայց ես ձեզ իսկապես շատ եմ կարոտել։ Կուրիոզ դեպք եմ պատմելու, ռեալ դեպք։ Ուրեմն երեք կլայենտիս հետ եմ աշխատում, պիտի փորձեմ չխնդալ։ Կլայենտիս հետ եմ աշխատում, anchoring ենք անում, նևրոլինգվիստիկ պրոգրամ կա տենց, որը գիտություն է, ու ինքը վարժություններ ունի, այդ anchoring-ին ծանոթ կլինեն են մարդիկ, ովքեր որ մեր վերջի վեբինարին են մասնակցել, կամ են մարդիկ, ովքեր որ մեր այդ նոր տարվա Zoom-ին են մասնակցել, այդտեղ մենք anchoring արել ենք։ Ինչ է anchoring-ը, ուրեմն դու ոնց որ էմոցիոնալ հիշողություն ես մտցնում մարմնիդ մեջ, ու ոնց որ մարմինը քո փոխարեն, երբ որ դու չես կարողանում մտքերդ կառավարես, ասենք չես կարողանում քո state-ը փոխես, վիճակը փոխես, դու մարմնիդ ես հրաման տալիս, որ դա անի, որտեղ լիքը մարդիկ ասենք չեն կարողանում, հա, բանով անեն, մտքով անեն, անդադ դե միտքը փախնում է, անընդհատ չեն կարողանում մտքերը կառավարել, դու դա անում ես մարմնով։ Ու ոնց որ sense guidance-ի տակ, ես իրանց ուղղորդում եմ ինչ անեն, ու ոնց որ այդ anchoring-ն են ինստալ անում իրանց մարմնի մեջ, որը որ ուղեղի հետ ուղիղ կապ ունի ու ոնց որ ուղեղին հրաման են տալիս, որ սա իմ նոր վիճակն է։ Սրանից հետո ես այսպես եմ ուզում ներկայանամ։ Հիմա երեք շատ լուրջ կլայենտի հետ այս վարժությունն ենք անում anchoring եւ իրա ոնց որ այդ state-ի մեջ install ենք անում joy, երջանկություն, ուրախություն ու այդ process-ն ուրեմն ես sense ոգևորված մտել եմ այդ նազելի այդ բուժիչ դերի մեջ NLP practitioner-ի մեջ ու ոնց որ ձայնով գայդ եմ անում իրան ու այս կլայենտս էլ մինչև այս շնչառական վարժություն են կարել, այսինքն բաց ենք թողնել են ինչ որ մեզ այլևս չի ծառայում ու արդեն պատրաստվել ենք այդ anchoring-ին, anchoring-ը արել ենք, ինքը հասել է այդ վիճակին, որ արդեն ուր որ է իր այդ զգացողությունը գտնվում է ամենապիկին ու ես իրան ասում եմ ես կհաշվեմ 3-ից մինչև 1 ու հենց հասնեմ 1-ին դու anchor արա, anchor-ը նշանակում է ձեռիդ ինչ որ հպումով իրան խարսխում ես կամ բռունցքդ ես սեղմում կամ խփում ես ինչ որտեղ ոնց որ խարսխում ես ուղեղիդ հաղորդելով որ սա եմ ուզում ես մեդիտացիոն երաժշտություն ա դրած շատ սիրուն արդեն կլայենտս հասել է այդ բարձրացրել ենք 9-ից համարյա հասնում ենք 10 այդ զգացմունքային ֆոնը արդեն համարյա հասնում է 10-ի ու ես կլայենտին ասում եմ 3 2 1 հենց հասնում եմ 1-ի 1 էլ այս մեդիտացիոն երաժշտությունը ստեղ կտրվում է ու հայկական շախով շուխով տարան երաժշտությունն է ուրեմն միանում է այս հայկական շախով շուխով այդ տարան երաժշտությունն է միանում ես մոմենտ շոկի մեջ եմ ընկնում ուսես լրվում եմ ասենք լուրջ փորձառության մեջ ենք էլի մոմենտ լրվում եմ չեմ հասկանում ինչա կատարվում այս կլայենտս այդ զարթնում է միացած նայում է ինձ հիմա մոտս մանտրաժ ահավոր ծիծաղելի է վիճակը բայց չեմ էլ ուզում ծիծաղեմ որովհետև ասենք coaching session-ը էլի չես կարա տենց անլուրջ լինես բայց չեմ կարողանում զսպեմ որովհետև տարան երաժշտությունը ընդհանրապես կապ չուներ այդ մեր բանի հետ խոսքով վարժության հետ մեզ կլայենտը զգաց որ ես խայտարակ վիճակում եմ որտեվ նիզապն է այդ միացավ ու ինքը նենց փրկացրեց նենց ուրախացավ այդ բանի երաժշտության վրա որ ինձ թվում է որ ինձ օգներ որ այդ վիճակից դուրս գայի մի խոսքով երկուսով քանդվեցինք ու ընկանք այն օրը ինչ որ մենք այն օրը ընկել էինք այս Zoom-ին ասենք 25 րոպե non-stop ծիծաղել ենք ես ու կլայենտը բայց ես այդ ընթացքում հասկացա ինչա կատարվել ու միանգամից մեր Անուշին գրեցի ուրեմն ես ու Անուշը օգտվում ենք նույն Spotify-ից Spotify-ը այդ երաժշտության աղբյուրն է որ մենք երկուսս նույն account-ից ենք օգտվում
որով որ Անուշը առավոտները այդ քվանտայինի բանում ժողովրդի հետ այդ պարերն է անում, հա, այդ հայկական պարերն է անում։ So ինքը ունի իր playlist-ը այդ բանի մեջ Spotify-ի մեջ, ես ունեմ իմ playlist-ը։ Ու Անուշս, քանի որ Հայաստանում է, ժողովրդով բարձրացել են սարերը հայկինգի, այնտեղ մնացել են եւ այլ, Անուշս որոշել է, որ այդ playlist-ը պիտի միացնի ու բոլորով պարեն։ Ու հենց ինքը սխմում է այդ տարան-տարանը, ավտոմատ ստեղ է միանում, որտեվ իմ մոտ է Spotify-ը բաց։ Ու ես Անուշին գրում եմ, Անուշ, սեսիայի մեջ եմ, ես հասկանում եմ, ասում եմ, ինձ 15 րոպե ժամանակ դուր կբրծնեմ, ու չի տեսնում Անուշը, մեսեջս չի տեսնում, որտեվ սարերում է, մութ է, այնտեղ պարում են արդեն եւ այլը, ես փորձում եմ անջատեմ, Անուշը միացնում է, ես փորձում եմ անջատեմ, Անուշը միացնում է, ու անընդհատ այդ տարանն է, ու ես ու կլայենտս չկանք արդեն։ Մի խոսքով, լացելու աստիճան ծիծաղել ենք, հիմա առավոտը Անուշը վախվորած sense լեղաճակ եղած գրում է վայ նաս sorry ասում է ու պատմում է որ սարերում են չի տեսե գրածս ինքն էլ անդադ փորձել է միացնի եւ այլը ու ես Անուշին ասում եմ վայ Անուշ ջան այնքան հզոր հրեշտակ ես որ նույնիսկ քո սխալները երջանկություն են պարգևում էլի ես էլ նույն ձև կանեի նույն ձև կվարվեի դրա համար են որ Անուշն էլ ասում է օ փաստորեն դու չես ջղայնացել դրա համար տենց դասավորվել է ասում դա ես ոնց կարամ իմ վրա ջղայնանամ որտեվ ես էլ նույն ձև կանեի հենց Անուշի նման կանեի ինչ եմ ուզում ասեմ որ մեզ հետ իսկապես երբեք ոչ մի վատ բան չի կատարվում ու ինչ նշանակություն որ տալիս ենք հենց տենց էլ դրսևորվում է ու եթե Անուշը այս հրեշտակը այսքան հազարավոր կիլոմետրերի վրա, այդ սարերի վրա, եթե չմիացներ այդ տարանը, ես չգիտեմ այդքան հաջող անկր կանեինք մեր իմ կլիենտի հետ թե չէ։ Որտեվ այնքան բնական եղավ այդ անկրը, այդ ուրախության, այդ երջանկության, այնքան բնական եղավ այդ անկրը, որ այդ կլիենտը երևի մինչև կյանքի վերջ կտանի այդ զգացողությունը իր հետ։ Իմ խոսքով Անուշ ջան, ես քեզ շատ շնորհակալ եմ, որ ինձ օգնեցիր Հայաստանի սարերից ու ես օգտվեցի քո արած սխալից իբր սխալ էր էլի վայ Անուշ ջան ես էլ քեզ եմ սրտիկներ ուղարկում Արև ջան այսօր ուզում եմ խոսել մեր վիճակի մասին state of being ռուսերենում состояние հայերենում էլի ինչքան էլ որ սամը փորձում է ինձ օգնել ես միևնույն չեմ հարմարվում վիճակի հետ որտեվ դա չի նկարագրում այն ինչ որ ինչի մասին որ ուզում եմ խոսել Գոյավիճակ։ Այսինքն մի բառով չի նկարագրում, էլի վիճակը, գոյավիճակ, երևի ավելի շուտ։ Դա ոչ թե միայն մեր այդ զգացմունքային ֆոնն զգացողություններն են, այլ ընդհանուր մեր մտքերը, մեր ներքին խոսակցությունները, ներքին պատկերները, ներքին զգացողությունները Կարգավիճակ։ Չէ, կարգավիճակն էլ չի թարգմանում, ինչ որ փորձում եմ ասեմ Գոյավիճակ։ Դու երեք բառով ուզում ես մի բառով թարգմանես ախր։ Անգլերեն էլ մի բառ չէ, state of being։ Ես որ հանգիստ ասա գոյավիճակ այդ կամ գոյավիճակ։ Այո, դա այն վիճակն է, որի մեջ դու գտնվում ես հենց ներկա պահին։ Որտեղ ես գտնվում, արդյոք անցյալում ես, ապագայում ես, թե ներկայում ես, ինչ ներքին խոսակցություններ ա գնում քո մոտ, ինչ ներքին պատկերներ կան, ինչ մտքեր կան, ինչ իմաստ ես տալիս դու մտքերին, ինչ իմաստ ես տալիս դու ընդհանրապես ամեն ինչին, դա կոչվում է state of being, որը որ հենց ստեղծում է մեր իրականությունը, հենց այդ state of being-ն է ստեղծում մեր իրականությունը, այսինքն մենք ինչ վիճակի մեջ որ գտնվում ենք, մենք դրսում ոնց որ տեսնում ենք մեր վիճակի հայելացումը։ Դեպքերը մեզ համար տենց են դասավորվում, այսինքն ամեն ինչ դասավորվում է նենց, որ մեր վիճակը ապացուցվի, հաստատվի։ Մենք ամեն ինչ անում ենք, ամեն քայլ, ամեն խոսք, ամեն ընտրություն անում ենք էմոցիոնալ էքսպերիենսի համար, որևիցե էմոցիոնալ էքսպերիենսի համար։ Մարդը ընդհանրապես երկիր մոլորակ է գալիս էմոցիոնալ էքսպերիենսների համար։ Մենք ամուսնանում ենք որպեսի էմոցիոնալ էքսպերիենս անցնենք, չենք ամուսնանում, որպեսի անցնենք էլի էմոցիոնալ որևիցե էքսպերիենս։ Մենք կարիերա ենք ընտրում, որպեսի անցնենք այդ էմոցիոնալ էքսպերիենսը։ Մի խոսքով մենք ամեն ինչ անում ենք, այն ինչ որ ձեռնարկում ենք, շարժվում ենք, որպեսի ձեռք բերենք որևիցե էմոցիոնալ էքսպերիենս։
Հիմա մենք մեր գրառումներում շատ ենք ասել, որ չկա բացասական ու դրական էմոցիա, կա էմոցիա, որոնք որ ծառայում է, կա էմոցիա, որոնք որ չի ծառայում տվյալ իրավիճակին։ Ոչ թե ընդհանրապես, այլ տվյալ իրավիճակում։ Ասենք ջղայնությունը ինքը կարա եւ ծառայի եւ չծառայի։ Հիմա կհարցնեք ոնց կա մարդ, որ մոտավորապես կհասկանա ոնց կարա ջղայնությունը ծառայի ու ոնց կարա չծառայի։ Եթե հնարավոր է, եկեք շփվենք չաթում էլի իրար հետ։ Կա մարդ, որ պատկերացնում է ոնց կարա ջղայնությունը իրան ծառայի եւ ոնց կարա չծառայի, որ դեպքում կծառայի եւ որ դեպքում չի ծառայի։ Այո, օրինակ սպորտում։ Անուշ ջան, ոնց որ դու գիտես բոլոր գաղտնիքները։ Ուրիշ մեկը կուզենա, ասենք որ սպորտում ու ինչ օրինակներ ենթադրենք, ասենք սպորտում մեծ ջղայնությունը կարա ծառայի։ Իսկ տանը արդյոք կծառայի, թե չէ, չգիտենք։ Հավանաբար ոչ։ Ոնց է ծառայում սպորտում ենթադրենք։ Եթե դու բոքսյոր ես, դու քո մոտ պիտի արթնացնես կամ anchor անես այդ state of being-ը, որ քո մոտ ավելի շատ ջղայնության վիբրացիան առատ լինի, որպեսզի դու կարողանաս հաղթես մարտը։ Ոչ թե ընդհանուր առմամբ տանը եւ այլ, այլ ռինգ դուրս գալուց առաջ։ Բաները մի հատ Նոր Զելանդական ակումբ կա, ես դրա մասին էլի ասել եմ, իրանք ռեգբի են ոնց որ խաղում, մինչև մարտի դուրս գալը, մինչև այդ մրցման դուրս գալը, anchor են անում, իրանց ջղայնացնում են, նոր են դուրս գալիս։ Այսինքն այս դեպքում ջղայնությունը մարդուն ծառայում է, որովհետև ինքը դուրս է գալիս խաղահրապարակ, ու եթե ենթադրենք այդ ժամանակ խաղաղության վիբրացիայի մեջ լինի, բնականաբար ինքը կպարտվի, որովհետև մրցավազք է, մրցում է։ Ինքը պիտի իր մեջ կարողանա ներարկի ու ինստալ անի իր մեջ այդ ջղայնության վիբրացիան ենթադրենք, անվանենք ջղայնության վիբրացիա, որպեսզի կարողանա մարտը հաղթի։ Նույնը ֆուտբոլիստներն են։ Ֆուտբոլիստները մրցավազքի մեջ են, ինչ են անում, ընկնում են գնդակի հետևից։ Ու եթե իրանք իրանց մեջ այդ մրցման բանը չարտնացնեն, իրանք ուղղակի տանուլ կտան։ Ամուսինս շատ լավ խոսք ունի, ասում է շատ հետաքրքիր սպորտ է, 11 տղամարդ, թե քանի մարդ է բանում խաղում ֆուտբոլի մեջ։ Ասում անգել են մի գնդակի հետևից ու ամբողջ աշխարհը ծափա տալիս։ Բայց ես կարծում եմ այս սպորտի այս տեսակները հենց դրանով են առանձնանում ու այսքան պոպուլար, որ իրանք կոնկրետ մեզ ցույց են տալիս, եթե մի քիչ 3D-ից դուրս գանք zoom out անենք, իրանք կոնկրետ մեզ ցույց են տալիս, թե էմոցիոնալ էքսպերիենսները որտեղ են մեզ ծառայում ու որտեղ մեզ չեն ծառայում։ Դրա համար, ասենք, բոքսի մրցում երբ որ մենք նայում ենք, չնայած, ասենք, պատկերը դաժան է, ենթադրենք, ասենք, ինչ են անում, մարդիկ իրար ծեծում են, չէ՞։ Պատկերը դաժան է, բայց մարդկանց մոտ դա entertainment է առաջացնում։ Շատ հետաքրքիր պսիխոլոգիչի բան է։ Ոնց կարաս նայես, ասենք, ոնց է մարդու քիթը ջարդվում ու քո մոտ entertainment առաջանա։ Ես կարծում եմ սա նրա պատճառով է, որ կոնկրետ այս բոքսի, ասենք, այս մարտարվեստ ասեմ, ինչ ասեմ, նրա համար է, որ մարդուն ցույց տա, որ ասենք, այստեղ ջղայնությունը ծառայում է։ Դու կարող ես օգտագործել քո այդ էմոցիան, որպեսզի ստանաս չգիտեմ, սիրուն սպորտ կամ որպեսզի ապրես այդ էմոցիոնալ էքսպերիենսը։ Հիմա ես վստահ եմ, եթե նորից մենք zoom out անենք, մենք կհասկանանք այդ հոգին, որ եկել է ու իր մոտ հիմա այս աշխարհի կյանքում ամենալավը բոքսն է ստացվում, ուրեմն ինքը եկել է այդ էմոցիոնալ էքսպերիենսը ապրելու, բայց խաղարկային տեսքով։ Դրա համար ինքը իր մեջ զարգացնում է այդ էմոցիոնալ էքսպերիենսը ու, ասենք, հաղթում է բոքսում, դառնում է աշխարհի չեմպիոն եւ մարդիկ էլ վայելում են այդ ընթացքը առանց ասելու, որ սա վատ է։ Մարդը բոքսին վատ նշանակություն չի տալիս։ В принципе, հակառակը ոգևորվում է, հակառակը դոպամին է առաջացնում իր մեջ, չի նշանակում, որ մարդը դաժան է։ Այդ նշանակում է ինքը ճիշտ է անցալում ոնց որ ջղայնության վիբրացիան։ Այս ամեն ինչը թատերաբեմ է, չէ, в принципе։ Հիմա ասածս ինչ է։ Նույնը, ասենք, թաղման ժամանակ մենք չենք կարող օգտագործենք ուրախության, ասենք, էմոցիան, հա։ Ոչ թե չենք կարող օգտագործել, այլ ընտրում ենք չօգտագործել, որտեվ եթե, ասենք, մահ կա մարդը թաղման մեջ է, ապա այնտեղ ինչքան էլ որ մենք ասում ենք մահը վերջ չի, կամ հոգին տուն վերադարձավ, բայց միևնույն է դու մարդուն կորցնում ես, միևնույն է դու տխուր ես, միևնույն է դու վշտի մեջ ես, որտեվ կոնկրետ իրան էլ չես տենալու։
Հենց դրա համար ենք վշտի մեջ։ Ոչ թե չգիտենք, որ մարդը ավելի լավ տեղ է գնում, այլ որ մենք անձամբ էլ իր հետ չենք շփվելու։ Ու այդ ժամանակ արդեն մի քիչ բարդ է ուրախության վիբրացիայի մեջ լինել, էլի, որտեվ մենք բոլորս всё-же մարդ ենք։ Այսինքն մեզ այդտեղ տխրությունն է օգնում, մեզ այդտեղ վիշտն է օգնում, որպեսզի մենք անցնենք դրա միջով։ Ու օգնում է։ Հաստատ այդ ժամանակ, եթե ուրախություն գրանցվի, իսկապես ուրախություն գրանցվի, մենք ինչ կանվանենք այդ երևույթին։ Ով կարա գրի չաթում։ Եթե մեկը թաղման ժամանակ չնայած լինում է դեպքեր, որ ասենք մի հատ ծիծաղալու բան են հիշում, ասենք հերո բարեկամները կարող է ինչ-որ փրկացնել, լինի տենց դեպքեր, բայց ընդհանուր առմամբ եթե մոտ հարազատներ են, եթե իրանց մոտ ծիծաղ ու ուրախություն առաջանա, ինչ մենք այդ երևույթին ինչ կանվանենք։ Մարդու մոտ ինչ է կատարվում։ Վշտից ինչ է լինում։ Դա նման կլինի խելագարության, ճիշտ է։ Մենք կսկսենք անհանգստանալ, որ մարդը հիստերիայի մեջ է, որտեվ ասենք մոտ հարազատ մարդուն կորցնելուց տենց չես ուրախանում։ Եթե դու մարդ ես ու ոնց որ մարդկային էքսպերիենս ես անցնում։ Ինչ եմ ուզում ասեմ, բոլոր էմոցիաները մեզ ունեն երկու կողմ, եւ ծառայող, եւ չծառայող կողմ։ Եթե դու ենթադրենք հոգեվոր դաշտի մեջ ես, ու քեզ մոտ ջղայնություն առաջանում, ենթադրենք, դու այդ ժամանակ ոնց որ պիտի հասկանաս, այս ջղայնությունը քեզ ծառայում է, թե չէ։ Դու քո դերը պիտի հասկանաս, այս դերում արդյոք դու ռինգում ես, թե հոգեվոր դաշտում ես, որտեղ որ միայն սերն է ենթադրենք։ Այս դեպքում արդեն արդյոք ջղայնությունը մեզ կծառայի, թե չէ, ինչ եք կարծում։ Կամ եթե մենք երաժիշտ ենք, կամ եթե մենք նկարիչ ենք, ենթադրենք, ստեղծագործ վիճակների մեջ ենք, արդյոք մեզ ջղայնությունը այդ ստեյտի մեջ լինելը կծառայի մեզ։ Ոնց եք կարծում։ Շփվեք հետս։ Ես կարծում եմ չի ծառայի։ Որտեվ Արամ Խաչատրյանին ես չեմ պատկերացնում ջղայնանալուց, ենթադրենք, Այվազովսկուն չեմ պատկերացնում ջղայնանալուց, միգուցե փոթորկված լինի ու դրանք նույն հաճախականության զգացողություն են, բայց ջղայնանալ չեմ պատկերացնում։ Բայց ինչ եթե ինքը գալիս է, որտեվ շատ է լինում, որ եւ նկարիչները, եւ արվեստագետները, եւ հոգեվոր տարածքի մարդիկ, նույն եկեղեցականները, նույն չգիտեմ, կրոնավորները, նույն հավատացյալները, այն մարդիկ, ովքեր որ կոնկրետ իրենց հավատացյալ են համարում, որտեվ եթե դու մաքուր հավատացյալ ես, ապա պիտի դու սիրո դաշտին պատկանես, ճիշտ է, բայց շատ է լինում, որ նրանք հայտնվում են ջղայնության վիբրացիայի մեջ։ Ինչ եք կարծում, ինչ է այդ դեպքում ջղայնությունը։ Կա մեկը, որ կկարողանա պատկերացնի, ինչ է այդ դեպքում ջղայնությունը տալիս։ Շփվեք հետս։ Իրականությունից կտրում է։ Եթե վերցնենք Սաթիկ ջան, որ ոչ մի վատ բան մեզ հետ չի կատարվում, իսկ ջղայնությունը իրականից կտրում է, սա ոնց որ կտրուկ բան է, judgment է ջղայնության հանդեպ։ Եթե վերցնենք, որ մեզ հետ ոչ մի վատ բան չի կատարվում, ապա ինչ է ջղայնությունը այս դեպքում։ Ջղայնությունը քեզ կտրում է իրականությունից, որովհետև դու այդ պահին, ջղայնացած պահին ասում ես բաներ, որ պետք չէր ասել։ Իմ պարագայում այդպես է։ Իսկ եթե դու գիտակից ես, ջղայնացած եմ իմպուլսիվ, ինչպես։ Իսկ եթե դու գիտակից ես ու ջղայնությունը եկել է, դու գիտակից ես։ Ինչ է ջղայնությունը նշանակում այդ դեպքում քեզ համար։ Հաշվի առնենք, որ մեզ հետ ոչ մի վատ բան չի կատարվում։ Ինչ կարա անի քեզ հետ։ Գիտակցորեն ինձ կառավարել իմ քայլերը կառավարել։ Ես փորձում եմ կառավարել ինձ։ Այսինքն ջղայնությունը կարա դառնա ինդիկատոր, չէ՞։ Ինդիկատոր, որ ինչ որ մի բան։ Որպեսզի կարողանա Ինչ որ մի բան հենց հիմայի մեջ չի։ Այսինքն նորից կարա ջղայնությունը ծառայի քեզ, որպեսզի քեզ, որ դու եթե դու իրան որպես հուշում նայես, ապա կստացվի, որ դու քեզ ջաջ չես անում, ինքդ քեզ։
Բայց եթե դու իրան նայես, որ ինքը քեզ իրականությունից հենց հիմա կտրում է, դու էլի շուռ ես գալիս, ոնց որ մենք էլի շուռ ենք գալիս, սկսում ենք մեզ ինքներս դատել, որ ինչի ջղայնացա։ Ախր ինչի կտրվեցի Ահա, իրականությունից։ ախր ինչի կտրվեց իրականությունից, չէ որ ես պետք է ասեի այս բանը, բայց փոխարենը ասեցի հակառակը, որ դա ավելի վնասեց եւ դիմացինին եւ ինձ։ Իսկ սա ինչ է, Սաթիկ ջան։ Դա որ քեզ փորձում ես ինքնակառավարումը։ Սա նշանակում է, որ դուք Այդ է։ ձեզ մեղադրեցիք էլի։ Հա, միանշանակ Չէ։ այդ միշտ ա լինում, Նազելի ջան, ինչքան էլ որ փորձենք խուսափել, բայց այդ ինքնամեղադրանքը միշտ մեզ հետ, մեր կողքին քայլում է մեզ հետ։ Հավասար, Քանի համոզված ենք տենց գիտեմ, լինելու է, Սաթիկ ջան։ համաձայն եմ, Բայց համաձայն եմ։ հենց հասկանանք, որ տակը մի հատ pattern կա, որը կարող է հələ մենք չենք հասկացել դա ոնց անենք, ու հենց այդ ժամանակ, եթե դու ուղակի շնչես, ուղակի փորձես 3 անգամ խորը շունչ Ահա, քաշել ու արտաշնչել ու ասել it's okay, որ ես ջղայնացած եմ։ Լրիվ okay է։ Բա մարդ ենք։ հա, իհարկե, հա, Չէ, Սաթիկ ջան, բախում մենք հա, ռոբոտ հա, չենք, Մեռնեմ ջանի, լիքը բաներ կա, որ ասենք միանշանակ, ռեզոնանս չի անում մեզ հետ, լիքը բաներ կա, որ մենք այտենց չէինք անի, կամ լիքը բաներ կա, որ դու անում ես, մեկ էլ ասում ես, ախ կարող է սխալ էր։ Հենց ասում ես սխալ էր, ինքը սխալ էլ դրսևորվելու է, որտեղ քո խոսքը կարևոր է։ Երեք շատ կարևոր գրառում եմ արել Կվանտայինը, որ մեր խոսքը, որը հենց ի նկատի ունենք այդ հա, իմաստը, այդ միտքը, ինքը դրսևորվում է, ինքը մանիֆեստացվում է, նյութականացվում է։ Իսկ այդ ժամանակ, երբ որ դու քեզ դնում ես նորածին երեխու տեղ, որտեղ մենք այս տարածաչափության մեջ նոր ենք ծնվում, մենք իսկապես լիքը բաներ կա, նոր սկսում ենք սովորել։ Նոր ենք սկսում սովորել։ Մեզ ոչ ոք չի սովորացրել այս ամենի մասին, ու նորմալ է, որ մենք չգիտենք։ Ու դու իրան որպես ինդիկատոր ես վերցնում, ասում ես, «Okay, ես հիմա չգիտեմ ինչ պետք է անեմ, որտեվ նոր եմ սովորում»։ Աստծուն մի հատ ներսից քիչ գնանք դեպի Աստծու դաշտ։ Ներսից հանում դնում ես դուրսը, ոնց որ կրոններում են անում, այդտեղ էլ է տես օգտագործում։ Ներսից հանում ես դնում ես դուրսը, ասում ես Մեռնեմ ջանին, լոկնի ինձ։ Իբր ինքը ներսումդ չի, ես դուրսն է։ միշտ եմ ասում, ես միշտ եմ դա ասում, որովհետև ես կյանքում իմպուլսիվ մարդ եմ եղել, շատ իմպուլսիվ, չափից ավելի։ Եվ այդ հատկությունից ես շատ եմ տուժել իմ բնավորության այդ գիծը ինձ շատ է վնասել, ավելի շատ ինձ, քան դիմացինին։ Եվ եկավ մի տարիք, ես իմ վրա փորձեցի աշխատելով ինձ փոխել մի փոքր, եւ ես հիմա մի քիչ ավելի, ինչքան էլ որ այսինքն բում պետք է լինի, ես ինձ զսպում եմ, Սաթիկ հանգստացի, ես ինձ Սաթիկ հանգիստ, լավ մտածի։ Դրանից հետո ես փորձում եմ, ես գտնում եմ արդեն տարբերակը, բայց այդ ջղայնացած բանը ես դառնում եմ, չգիտեմ, ասում եմ բաներ, որ պետք չի, ես չեմ ասում, որ չափ հանցնում եմ, պարզապես ասում եմ բաներ, որ պետք չի ասել, դրա կարիքը չկար, բայց այն ամենակարևորը, որ ես բարկացել եմ շատ եւ այդ մոռանում եմ, դուրս է գալիս, ինձանից դուրս է գալիս։ Հետո սկսում եմ արդեն ի՞նչն է ինձ մեղքը տանջում, մեղքի զգացողությունը, որտեղ ես հետո գիտակցում ասում, բայց ես ես պիտի ասեի, բայց ինչի չասեցի, ես ասեցի ընդհակառակը մի բան, որ բոլորովին կարիք չկար։ Ու ստացվում է, որ ես ինձ մեղադրում եմ, իհարկե այդ մեղքի զգացումը արդեն ինձ տանջում է, բայց եթե ես կարողանամ ինձ կառավարել, իմ զգացմունքները, իմ էմոցիաները կարողանում եմ կառավարել, ես արդեն քիչ եմ սխալվում։ Այդ քիչ սխալվելու դեպքում էլ մեղքի զգացումը քիչ-քիչ վերանում է իմ մոտից։ Կամաց սաղում դուրս է գալիս, որտեղ ես հանգիստ եմ ասում մարդուն։ Հա։ Եթե ձեզ մոտ աշխատում է այդ կառավարման գործիքը, ապա շարունակիր անել այն ինչ որ նոր սովորել ես։ Բայց կա դրա ավելի հեշտ տարբերակը, շորտքաթը կա դրա, որ պետք չես կառավարում։ Պետք չի կառավարել։ Ուղղակի թույլ ես տալիս քեզ լինել այնպիսին, ինչպիսին ուզում ես լինես հենց այդ վարքյանին։ Եթե թույլ տաս քեզ մի հատ էլ այդ բանը անցնես, ենթադրենք, մի հատ էլ այդ քայլը անես, հետո կհասկանաս ինչքան հեշտ է, այդ նշանակում է նոր pattern կձևավորես, որ եթե ջղայնացար, օքեյ է, որ դու ջղայնացել ես, մի հատ հասկանամ ինչի է եկել այս ջղայնությունը, մի հատ հասկանամ ինչ է ինձ հուշում, այդ դեպքում արդեն մյուս անգամ երբ որ դու, ասենք, մի բան ռեզոնանս չի անում, արդեն չես ջղայնանում ուղակի։ Բայց դա մի քանի անգամ պիտի կրկնես, որ ինքը դառնա pattern։ Ես նորից եմ ասում, եթե մի բան ուզում ենք մենք սովորել կամ նոր հաճախականություն ենք ուզում սովորել, մենք դա մի քանի անգամ պիտի կրկնենք, որովհետեւ դառնա սովորություն։
Այսինքն մենք ջղայնությունը միևնույնն է կարա լուբոյ դաշտում օգնի, եթե մենք գիտակցաբար նկատում ենք, որ հենց հիմա ջղայնացանք ու օքեյ ենք դրա հետ։ Մենք դրանից շատ ավելի շուտ Ուղղակի ենք մենք դուրս դասից գալիս։ փախնում ենք։ Նազելի ջան, Դա մենք էլ է դասից նորմալ։ փախնում ենք։ Բայց դա էլ է Փախնում նորմալ։ ենք, այսինքն այդ ինքնակառավարումը կամ այդ մտածել այդ ամեն ինչը, այդ ջղայնությունը որ կարողանանք ճիշտ մենք չենք հիշում, այդ բանը չենք հիշում, իհարկե ժամանակա պետք սովորում ենք, մեկ էլ փախնում ենք դասից, մեկ էլ երկուս ենք ստանում, մինչև որ Երեխա ենք, պապատի դասից փախնենք, նորից եմ ասում, նորից ծնվել ենք, ոնց որ առաջի դասան ոնց էինք այն վաղ դասից փախնում, հետաքրքիր չէր ելնում, մեկ ասում ենք դե լավ ինձ հետաքրքիր չի, քեթոն ոնց ասում, թող ես իմ էմոցիաները ապրեմ, թող ես ապրեմ տրիդիում։ Մենք հիմա հետ ենք գնալու, որպեսզի անցնենք 5D, հետ ենք գնալու տրիդիում խզարենք։ Որտեվ հենց տրիդիում խզարեցիր, ավտոմատ ընկնում ես 5D։ Սամվել Արաքելյանը երեք հանճարեղ գրառում էր արել։ Թե ինչ է նշանակում 5D-ում ապրել։ Հանճարեղ ես խորհուրդ կտամ բոլորին նայել, եթե հնարավոր է Սամվել ջան, եթե գտնես դնես չաթում այդ գրառումը։ Չեմ տեսել, բաց եմ թողել։ Հանճարեղ գրառումը, թե ինչ է նշանակում ապրել 5D-ում։ Այնտեղ նշված չի քաշի մասին, այնտեղ նշված չի թե դու ինչ ես նախընտրում ուտել, չուտել, ինչ վատ սովորություններ ունես, բացարձակ այս բաների մասին գրված չի ու դա вообще կապ չունի 5D գիտակցության հետ, ես միշտ ասել եմ։ Այդտեղ մեծ կապ ունի քո state of being-ը, քո ներսի խոսակցությունները, ներսի պատկերները, քո մտքերը ու քո զգացողությունները հենց այդ պահին, հենց հիմա ներկա պահին դու ջղայնացար, մի հատ ընդունի, որ ջղայնացել ես, ասա, օքեյ է, որ ջղայնացել եմ, որտեվ սովորում եմ ոնց չջղայնանամ։ Տանը կամ դրսում կամ գործիս տեղը, որտեվ սրանք նոր են ինձ համար, ես միշտ ջղայնացել եմ, բա այդ հին pattern-ները մենք արել ենք, չէ՞ դա, գործի տեղը նենց ենք ջղայնացել, ինֆարկտ ենք ստացել, որ պետք չէ ջղայնանալ, տանը նենց ենք ջղայնացել, քայքայվել ենք, մենք դրանք արել ենք, այնքան ենք արել, դրանք ոնց որ նստած է մեր նեյրո հիշողության մեջ։ Ու ոչ ոք մեղավոր չի, որտեվ այդտենց ժամանակաշրջան ենք անցել, դա նորմալ է։ Իսկ հիմա մենք դա սովորում ենք, ինչ է նշանակում միանգամից չջղայնանալ, շատ մարդիկ ասում են ոնց, որովհետև դեռ չեն արել, որտեվ ավելի շատ են ենք արել ու դա նորմալ է։ Հիմա սովորում ենք ոնց չանենք այդ։ Մեր նախկին փորձերը հաշվի առնելով ու նկատելով, թե ինչ pattern ենք այն ժամանակ օգտագործել, ինչա պատահել, որ մենք ջղայնացել ենք, ինչ տրիգերներ են առաջացրել մեր այդ ջղայնությունը, հետ ենք գնում ու սկսում ես ոնց ասեմ, կինոն հետ ես տալիս, անցյալ մենակ դրա համար ես գնում։ Ոչ թե գնում ես, որ այնտեղ քո սխալը գտնես, որ ինչի սենց արեցի, այլ գնում ես տենաս ինչ արեցիր, որ տենց ստացվեց։ Ոչ թե մեղադրում ես քեզ, որ արել ես, այլ ուզում ես նկատես ինչ ես արել, քայլդ որն է եղել, միտքդ ինչ ա եղել, տրիգերը որն ա եղել։ Հենց դրանք նկատում ես դիտորդի կարգավիճակով առանց judgment, սիրելով քեզ, որտեվ դու երեխա ես, նոր ես ծնվել, այս տարածաչափությունը, ոնց ասեմ, տարիքը կապ չունի ես 70 տարեկան թե 20 տարեկան եմ, ես միևնույնն է նոր եմ ծնվել այս տարածաչափության մեջ, որտեվ սա նոր տարածաչափություն է։ Ոչ մեկս ոչ մի բան չգիտի, զարթնել ենք ու չենք հասկանում ինչ անենք, ենթադրենք։ Okay, լավ հասկացանք, մեր իրականությունը մենք ենք ստեղծում, բա ոնց ենք ստեղծելու։ Ոնց։ Բա ոնց առնենք մենք դեմը այդ ջղայնության, այդ կասկածի, այդ ամբողջի այդ դեմը ոնց ենք առնելու։ Չգիտենք, չէ՞։ Հենց չենք իմանում, ասում ենք չգիտեմ։ Չգիտեմ, բայց ուզում եմ իմանամ։ Մի հատ քեզ շոյում ես, քեզ հանգստացնում ես, ասում ես եղբայր դու, ասենք նկատի, քեզ հիմա քեզ նշանները կտա ինքը, դու նկատի ուղակի։ Ու դու սկսում ես նշանները նկատել։ Անցյալ ես գնում ու հասկանում ես, էս արել, էս արել, այսա տրիգեր առաջացնում, նա տրիգեր առաջացնում ու փորձում ես ոչ թե մտքերով արդեն փոխել քո state of being-ը, այլ մարմնով։ Մարմինը մեր ոնց ասեմ, հավատարիմ բանն է, գործիքն է։ Ու քանի որ շրջելույթյան բան օրենք գոյություն ունի տիեզերքում, չէ, եթե ասենք ջուրը դառնում է ամպ, ամպն էլ դառնում է ջուր,
Ընդհանրապես ամեն շրջելիության օրենք ունի։ Եթե մենք մտքերով չենք կարողանում փոխենք մեր մարմնի վիճակը, զգացողության վիճակը, ապա մենք կարող ենք մարմնով անել փոխել մտքերը։ Ու մենք հիմա այդ փորձը կանենք իրար հետ։ Հիմա մենք ինչ ենք անում։ Մենք կամած սովորում ենք մեր ուղեղին նոր pattern-ներ տալ։ Մի քիչ անհարմար է, դիսկոմֆորտ է, որտեվ նոր է, ամեն նոր բան դիսկոմֆորտ է։ Նոր կոշիկ դելա դիսկոմֆորտ, նոր ավտոն է դիսկոմֆորտ, ինչ առումով է դիսկոմֆորտ, ոչ թե վատ է, այլ պրոստը տեղերը չգիտես։ Այդքանով դիսկոմֆորտ է, այսինքն ես իմ ավտոյից հետո երբ որ ամեն անգամ նստում եմ ամուսնուս ավտոն, չնայած երկար եմ քշել, ամեն անգամ բայց նստում եմ իր ավտոն, անմիջապես իմ ավտոյից հետո ես մի հատ ուզում եմ հասկանամ բանի տեղը, որտեվ մոռացել եմ, որտեվ այնքան եմ իմ ավտոն քշել, ասենք մի ամիս է իր ավտոն չեմ քշում, ենթադրենք։ Միևնույնն է, դու մի փոքր դիսկոմֆորտի մեջ ես ընկնում։ Հիմա նույնը սա է, մենք մեր ուղեղին պիտի կամած սովորեցնենք մարմնի միջոցով, եթե չեն կարողանում մտքերի միջոցով։ Եթե մարդ կա արդեն մտքերի միջոցով կարողանում է իր state of being-ը հաստատի, որտեղ որ այա, կապ չունի դու ինչի մեջ ես գործում, դու կարաս լրիվ ուրիշ state of being-ի մեջ լինես։ Տանը լրիվ ուրիշ state of being կարա ծառայի։ Տանը օրինակ գործի state of being-ը չի ծառայի։ Գործի տեղը ընկերական շրջապատի state of being-ը չի ծառայի։ Նա որ դրա համար ենք մենք այդ տարբեր դերերով փորձում ենք այդ դերերի մեջ ոնց որ գտնենք լավագույն մեր տարբերակը։ Եթե ես գործի տեղն եմ, ֆինանսների մեջ եմ, ապա ես իմ հոգևոր վիճակը պիտի մոռանամ։ Պիտի մոռանամ, որովհետև ես ֆինանսների հետ գործ ունեմ։ Եթե չմոռանամ ու ես չնայած ես երկար տարիներ տենց էլ արել եմ։ Դրա համար ամենալավ ինշուրենս ագենտը չեմ դարել։ Իմ հետ իմ ժամանակ ովքեր որ մեր այդ բանից բացեցին ինշուրենս ագենստվաները, բոլորը ասենք խզարեցին, ես ունեցա ստաբիլ կլիենտուրա մենակ նրա համար, որ ֆինանսին ուրիշ ձև էի վերաբերվում։ Ինքը ինձ շատ փող չբերեց, բայց ինձ բերեց ստաբիլ կլիենտուրա։ Բայց միևնույնն է, իրանք ասենք ֆինանսական առումով ավելի առաջ գնացին, որովհետև ասենք իրանց համար իրանք գործի մեջ կոնկրետ այդ state of being-ի մեջ էին, վաճառողի, որտեվ insurance-ը դա sales-ը, վաճառողի state of being-ի մեջ։ Իսկ ես գնացել էի օգնելու։ Ես insurance-ի մեջ գնացել եմ մարդկանց օգնելու։ Ասա, այ բալա, դա քո տեղն է, որ գնացել ես insurance-ի մեջ ո՞նց ես մարդկանց օգնում։ Ես մարդկանց տեղը վճարում էի շատ լուրջ, որը չի կարելի անել։ Ու ես ուշ հասկացա, որ եթե ուզում ես օգնես, ապա դաշտդ փոխի insurance-ի մեջ չես կարող օգնես։ Դա կվնասի քեզ։ Ի վերջո դու ես վարձ տալի, դու ես ոնց որ ասենք ինքը կդառնա ոնց որ բիզնես ես բացել, բայց խաղ ես անում հետը։ Ինչ եմ ուզում ասեմ, Եվ ամենակարևորը շնորհակալ աշխատանք։ Շնորհակալ աշխատանք։ Դե կարելի է դա էլ reframe անել, չէ, չկա անշնորհակալ աշխատանք, կա դու սիրով ես անում, թե չէ։ Որովհետև միանշանակ քո կողմից դու սիրով ես անում, բայց դիմացինը երբ որ տեսնում է դա, իրան թվում է դա պարտականություն եւ դու արդեն պարտավոր ես, որ միշտ օգտակար լինես։ Ու եթե հանկարծ 99 անգամ անում ես, եթե մի անգամ չես անում, իրանք հիշում են այդ մի անգամ չարածը, 99-ը մոռանում են։ Այդ առումով եմ ասում անշնորհակալ։ Ցաթիկ ջան, ես լրիվ հարգում եմ ձեր տեսանկյունը, բայց սա համոզմունք է արև։ Համոզմունք։ Ու եթե դա քողարկված է էմոցիոնալ բանով, ոնց ասեմ, մինինգով, ապա ինքը տենց էլ պիտի դրսևորվի քո կյանքում, որ դու ճիշտ դուրս գաս։ Իմ կյանքում չի եղել տենց դեպք։ Ես միշտ արել եմ ինչքան կարողացել եմ, ու չի եղել մի դեպք, որ անշնորհակալ լինեն մարդիկ, չի եղել իմ կյանքում։ Ես մա հետ եմ նայում ու հասկում։ Այդ նրանից է որ դու համոզված ես, դրա համար էլ տենց է լինում։ Չէ, ես ոչ թե համոզված եմ, ես էլի մոռանում եմ, ես մոռացկոտ մարդ եմ։ Մոռանում եմ, էլի շարունակում եմ անել։ Բայց հետո նորից երբ որ ստանում եմ այդ հարվածը, սթափվում եմ մի հատ ասում, սատիկ չի հիշում։ Հետո նորից էլի երրորդ օրը ես մոռանում եմ ու շարունակում եմ։ Իմ կյանքում տենց է եղել։ Բան չեմ եղել։ Լավ չեք զգում, արև։ Եթե անելուց լավ ես զգում, անհնար է որ ինքը իր արդյունքները չունենա։ Այդ նշանակում է անելուց ես հիմա չեմ մեղադրում, ես էլ եմ արել եմ տենց, ոնց ասեմ, նես չի որ ոյ մի անգամից ես հասկացել եմ որ տենց է։ Ես էլ եմ այն ժամանակ անում էի ու ներվային անում էի, որ ասենք չի արդարացում։
սխսուտ ասեցի այդ առաջի անգամ որ ասի կյանքում չի եղել։ Համենայն դեպս գիտակցական ժամանակաշրջանում չի եղել, որ մեկին համարեմ անշնորհակալ, չի եղել տենց բան զգացողություն այլևս մեջս, որովհետև այն ինչ որ անում եմ, ես իմ passion-ի համար եմ անում, ոնց ասեմ, ոչ թե ոնց կընկալվի, ոչ թե ինձ ինչ կտան, ոչ թե կհասնի, թե չի հասնի, այլ իմ լավ զգալու համար եմ անում։ Բայց եթե մենք անում ենք որպեսի հասնի, որպեսի ստանաս դրա պատասխանը, որպեսի քեզ եթե պետք կլինի մեկը դրա ոչմ քեզ թեքերանի եւ այլը, դա նշանակում է առևտուր։ Բայց էլի անգիտակցականի մեջ։ Համաձայն եմ, բայց ոչ թե դա օրինակ ոչ թե առևտուրը, այլ դու պարզապես զգում ես, որ պետք է անել, անում ես առանց մտածելու, որ կգնահատեն, թե չեն գնահատի, կամ չես մտածում, ուղղակի անում ես, որտեղ դու զգում ես, որ պետք է անել։ Բայց հետո երբ գալիս է պահը, հասկանում ես, որ չէ, ես էլի շարունակում եմ կամ իմ շուրջը կամ մարդիկ կան, իմ շրջապատում վատ մարդ չկա, ասեմ իմանաք, ես բոլորին սիրում եմ ու ինձ սիրում են շատ, դա մեծամտություն չի, բայց իսկապես այտենց է։ Շատ եմ սիրում մարդուն, շատ եմ սիրում ընդհանրապես ես։ Քենախնդրություն բան չկա, իմ մոտ այդ բաները չկա, նեղանալ կարող է այդ բանը ես մի փոքր նեղանամ, բայց հետո նորից խոսամ, ասեմ մի որոշ ժամանակ հետո ասեմ, բայց ես ինչ-որ մի բանի համար նեղացել էի, չէի հիշել։ Կարող է դա ես միշտ ինձ մեղադրել են կտրվում եք Սաթիկ ջան, չեք լսում ձեզ։ Երբ որ վերջում հանկարծ հանդիպում ես ու երբ որ լինում է այդ բանը, ինձ կողքից ասում են, չէ, լավ, հետո կշարունակեմ։ Կապս շատ վատն է, կապս ուղղակի։ Շատ սիրուն հուշում արեցիք, ասեցիք, եթե պետքա անում ես, զգում ես, որ պետքա ու անում ես, հենց ստեղ էլ թակարդ կա։ Ոչ թե պետքա անում ես, այլ ուզում ես անես։ Հենց պետքայով ես անում, սա խառնվում է իրար, որովհետև պետքա որ անում ես։ Դա նշանակում է ստիպված ես անում, պատասխանատվության զգացումից ես անում, դա լրիվ ուրիշ վիբրացիա է։ Այսինքն տիեզերքը քեզ տալու է այն, որ ամեն ինչ, որ համապատասխանի այդ վիբրացիային, այսինքն պետքա։ Պետքան այլևս չի ծառայում, կա ուզում եմ անեմ։ Հիմա եթե ես այս ամեն ինչը պետքայով անեի, ենթադրենք այս քվանտային դաշտը, ես իրան երևի 3-4 ամիս հետո պիտի փակեի։ Այլևս չի շարունակի անել։ Բայց քանի որ ուզում եմ սա անեմ, այս հիմային բենեֆիսը չի։ Հրաշք ես արել, դու չես էլ պատկերացնի, չէ, բայց ամեն դեպքում դու արել ես մի բան, որ շատ-շատեր մեզանից շատերը երկար տարիներ փնտրել են, չեն գտել, ու վերջապես գտել են։ Դա բենեֆիս չի, ուղղակի դա ճշմարտություն է։ Այնքան հեշտ էր անել։ Ուղղակի լսում ես սրտիդ ու ուզում ես անես մի բան այն նազելիի համար կամ այն Սաթիկի համար, որը իսկապես ուզում անի, ոչ թե պետք է։ Այնքան հեշտ է այլևս չպետք աներով ապրել, ու երբ որ դու ամեն ինչ ուզելով ես անում, դու անում ես այն ինչ որ ուզում ես, ու քո կյանք բերում ես այն ինչ որ ուզում ես։ Իսկ եթե անում ես որտեվ պետք է, դու քո կյանք բերում ես այն ամեն ինչ որ պետք է, բայց իրական պարզվում է դրանք պետք էլ չէին։ Որտեվ եթե ուշադրություն դարձնենք լյուբոյ երազանքի, եթե մենք հասնում ենք ու մենք դեռ այդ awareness-ը չունենք, հասանք երազանքին, ինքը մի 2 րոպե է տևում դրա արդյունքի էմոցիոնալ էքսպերիենսը։ 2 րոպե, եկա մի րոպե։ Դրանից հետո նորից հետ ես ընկնում են ուրիշ բան ես ուզում, ուրիշ բան ես փնտրում, դու չես մնում այդ երջանկության հաճախականության մեջ, էդի որովհետև պետք էր դրա համար։ Իսկ երբ որ դու ուզում ես, դու սկսում ես process-ը վայելել, ոչ թե արդյունքը։ Ուզելը դա process-ը վայելելն է, իսկ երբ որ դու process-ն ես վայելում, արդյունքը հետաքրքիր չի, արդյունքը այնքան սիրուն է դասավորվում, որ դու չես էլ սպասել։ Ու եմ ասում, սա pattern-ը, pattern նշանակում է վարվելաձևի կրկնողություն։ Մենք ավտո քշել սովորում ենք, ոնց մի քանի անգամ քշում ենք, սովորում ենք։ Մենք գրել սովորում ենք, ոնց ենք սովորում։ Մի քանի անգամ նույն գործողությունը անում ենք, լավ է ստացվում արդեն։ Ամեն ինչ արվում է վարժություն։ Կրկնողությամբ, բայց էլի ոնց որ մի քանի անգամ նույն վարժությունը որ անում ես, քո ուղեղը սկսում է ֆիքսել, որ սա հիմա իմ նոր բանն է, գոյավիճակը, գոյատևման վիճակը։ Ու հենց ինքը սկսում է այդ pattern-ը հասկանալ,
Դու արդեն ինքը գնում է ոնց որ գենթագիտակցություն ավտոմեքենայան ոնց են քշում ենթագիտակցաբար չի արդեն խոմ ամեն վարքյան չենք մտածում հիմա ռուլը սենց անեմ արդեն ավտոմատ ծրագիր է դառնում նույնը սա մի քանի անգամ կրկնում ես ինքը դառնում է ավտոմատ ծրագիր դու արդեն կարիք չունես կառավարելու եթե դեռ կառավարման խնդիր ունես այդ նշանակում է դեռ չես դարձրել pattern անդադ ուզում ես կառավարել իսկ եթե մենք մի բան ուզում ենք կառավարել մենք փախցնում ենք մեր ձեռից որտեղ ոչինչ պետք չի կառավարել պետք է հոսքով գնալ ու եթե մենք հենց հիմա գտնվում ենք ինչ որ գոյավիճակի մեջ նկատում ենք ուղակի որպես ինդիկատոր ու մի հատ հարց ենք տալիս մեզ հենց հիմա այս գոյավիճակը ծառայում է թե չէ ես սրանով հիմա ինչ եմ ստեղծելու հենց այդ ժամանակ ինքը ոնց որ քեզ ինդիկատոր է նշան է ինքը ոնց որ քեզ հետ աշխատում է որ այ հիմա մի բան չի ծառայում քեզ առանց մեղադրելու ինքդ քեզ ասում ես օքեյ ինչ եմ անում հետո եւ շատ արագ ասում ես օքեյ ավոր սենց հա ինչ կարամ անեմ ես շատ հեշտ բան 3 անգամ խորը շունչ արտաշունչ միանգամից state of being-ը փոխվում է կամ շատ բան հեշտ վարժություն միանգամից gesture-ը փոխում ես դիրքը մարմնիդ միանգամից փոխում ես դունչդ բարձրացնում ես վերև ժպիտ ես առաջացնում ավտոմատ զգացողությունը փոխվում է ավտոմատ Ես հասկանում եմ որ իրավիճակներ կան որ հնարավոր չի վարվել հիմա excuse-ներ կբերենք որ բայ այդ վիճակում խնդալու կլինի երևի խնդալու եղեք It's okay but նորա բապտիկ discomfort լինի մի քիչ էլ խնդալու թվացեք Մեկը մարդիկ շատ շուտ մոռանում են այդ վիճակները Այն ժամանակ մարդիկ խայտարակությունն էին շատ շուտ մոռանում, որ մնաց խնդալու լինելը, it's okay։ Ոչինչ։ Որտեվ ինքն էլ անուն բանի միջով անցնելու, ինքը շատ շուտով սկսելու է քեզ հասկանալ, ինքն էլ անգնելու խնդալու վիճակի մեջ։ Շատ շուտով ինքը սկսելու է նույն բանով փաթով անցնել, ոնց որ դու։ Շփոթվելու է, սխալվելու է, մեղադրելու է իրան, հետո քեզ, հետո գիտակցված ասելու է, ու փաստորեն ես էլ արեցի։ Այ ամենախուճուճ մասը 5D անցնելու էս անցումը մեծ անցումը անցնելու է judgment-ն է judgment որ դատում ենք ինքներս մեզ որտեվ արթնանալը մի բան է բայց արթնանալու ժամանակ դուր ասում են միշտ պիտի լինես երջանկության այդ հաճախականության մեջ բլիսի հաճախականության մեջ կա տենց բան բայց երբ որ ինքը արդեն դառել է ավտոմատ պրոգրամ քո համար Քեզ համար արդեն դժվար չի դա զգալ միշտ ամեն վարքյան լինել ներկա պահի մեջ բայց մինչև այդ եթե չի ստացվում դա մի անգամից ուրեմն մի բան բաց ես թողում ուրեմն մի հատ ֆորմուլա մի հատ գործողություն մի բան բաց ես թողել որ չես անում ասենք ոնց որ գործ ենք մենք ասենք մի բան ժիլետ ես գործում եթե մի հատ հատը ասենք սխալ անցկացրեցիր ուրիշ գործվածքա չես ստանալու եթե ուզում ես կոնկրետ այդ գործվածքը ստանաս ապա պիտի հետևես այդ բաներին pattern-ին Նախշերին պիտի հետևես ու անես նենց ոնց որ գրած է Հիմա ես շատ կուզենամ միասին փորձ անենք բայց վարդիթերը ձեռքեր բարձրացրել կներես վարդիթեր ջան Եթե այստեղ ես մենք կլսենք եթե հարցա Հա ես հարց ունեի հարցս սենց իսկ ոնց անեմ երբ որ ինձ Իմ սխալի պատճառով հա ժամանակին սխալվեցի, այդ մաշինիկների հետ ոնց որ կապնվեցի, իրանք իրանց սև գործը արեցին, ու ես հիմա իրանցից ուզում եմ կտրվեմ, չեմ կարող կտրվեմ, իրանք անընդհատ ինձ զանգում են ու այդ էմոցիաները, այդ ջղայնությունը ամեն անգամ ինձ խեղդում է։ Ես չեմ կարող դրանից ազատվեմ։ Ես եմ ջղայնանում, հենց այդ թեմայի մասին իրանք սկսում են խոսալը, ես ջղայնանում եմ, իմ ամբողջ գլուխս եռում է, իմ ամբողջ մարմնով ես արդեն չգիտեմ ինչ եմ անում, ու չեմ կարող հանգիստ խոսամ իրանց հետ։ Նույնիսկ չեմ կարող բացատրեմ, որ հերիք է, էլ չեմ ուզում, հերիք է։ Okay, հիմա արի մի հատ խորը շունչ վերցրու արտաշնչի, Վարդիթեր ջան։ Իսկ եթե կարողանայիր դա անել, ինչ կանեիր։ Ինչ կարողանայի անել։ Այն ինչ որ ասում ես չեմ կարողանում, ինչը չես կարողանում։ Չեմ կարողանում իրանց նորից պատմեմ, իրանք ինձ հարցեր են տալիս, մանրամասնություններ են ուզում իմանալ, իսկ դա
այդ ամենը, որ ես նորից պետք է պատմեմ ու վերապրեմ, չեմ ուզում։ Դրանից ես ոնց որ Չես ուզում։ նորից այդ մեղադրականը գալիս է ինձ, որ ես ինքս սխալվել եմ, ես ինձ մեղադրեցի, որ ես սխալվել եմ։ Իսկ եթե դուք հաշվի առնեք, որ չկա մի վատ բան, որ ձեր կյանքում կարա պատահի, ամեն բան կատարվում է ձեզ համար, եթե այդ տեսանկյունով նայեք այդ ամեն ինչին, ո՞նց կարող եք վարվել, ինչ կարող եք անել։ Հա, էդ էլ եմ հասկացել, ես եկավ պա հասկացա, որ հա, ես ներեցի ինձ, որ այդ սխալը արել եմ, ներել եմ ինձ։ Դա արդեն բան է, քայլ է, երկրորդ քայլը ինչ կարող եք անել, եթե կարողանայիք անել այն ինչ որ ուզում եք անել, որտեվ դուք նշեցիք, որ դուք չեք կարողանում անել ինչ որ բան։ Պատկերացրեք դուք կարողանում եք։ Որտեվ եթե ես կարողանում եմ, ուրեմն բոլորը կարող են։ Եթե Հասմիկը կարա, ուրեմն բոլորը կարա։ Եթե չեք կարողանում, այդ նշանակում է մի հատ pattern կա ձեր մեջ, մի հատ trigger կա ձեր մեջ, որը մենակ ձերն է։ Եթե հաշվի առնենք, որ եթե դուք այդ trigger-ը pattern-ը բռնեցիք, դուք կարաք ասենք ճտտսնեք ինքը կորի։ Ենթադրենք, պատկերացրեք դուք կարողանում եք դա անեք։ Ոնց կդրսևորեք ձեզ, ինչ քայլ կարաք անեք։ Դուք վարդիթերն եք, որը կարողանում է բոլորը, չգիտեք, էս էլ է պատասխան։ Այդ նշանակում է չգիտեմ, բայց գիտեմ, որ կա ճանապարհ։ Այդ նշանակում է դուք արդեն հնարավորություն տվեցիք, հնարավորություններ բացվելու։ Երբ որ ասում ես չեմ կարող, փակում ես հնարավորությունները, մեր ուղեղը չի տեսնում ճանապարհը։ Որտեվ հրաման ենք տալիս։ Ես չեմ կարող, մեր ուղեղը սկսում է չկարողանալ։ Բջիջները ամբողջ լսում են քեզ ու սկսում են չկարողանալ։ Բայց հենց ասում ես գիտեմ, որ ձև կա, բայց ես չգիտեմ ոնց։ Ոչ թե չեմ կարող, այլ չգիտեմ ոնց են անում։ Ու երկրորդ քայլդ ինչն է։ Ես երևի վախենում եմ այդ քայլը անեմ։ Okay, իսկ եթե չվախենաք, ինչ քայլ կանեք։ Մարտիրոս ջան, ամբողջ պատասխանները ձեր ներսում են։ Հիմա դուք ձեր բերանով, ձեր բոլոր ability-ները պատմում եք, ձեր տաղանդները։ Եթե կարողանաք, եթե սա հաշվենք, որ դուք վարդիթերն եք ու կարողանում եք դա անել։ Ոնց լավագույն վարդիթերը ինչ կարա անի։ Դուք գիտեք ձեր լավագույն տեսակը որն է։ Նայեք մի հատ 3 խորը շունչ քաշեք արտաշնչեք, ձեր նյարդային համակարգին դուք հրաման կտաք, որ ես safe եմ։ Ինձ վտանգ չի սպառնում, որտեվ հենց հիմա դուք վտանգված եք զգում ձեր նյարդային համակարգին, թվում է, որ ես ինչի են ներել ինձ, ինչ են ուզում ինձանից։ Հիմա նույնը կատարվում է։ Exactly։ Հիմա քանի որ վախենում ենք, ուղիղ նայում ենք վախի աչքերի մեջ, 3 խորը շունչ ենք քաշում, Վարդիթեր ջան, խորը շունչ քաշի։ Քթով ու բերանով արտաշնչի։ Երբ որ 3 հատ լիարժեք խորը շունչ ես անում, քո նյարդային համակարգը հասկանում է, որ դու safe ես ու փորձում է քեզ չպաշտպանել։ Երբ որ քո նյարդային համակարգը փորձում է քեզ չպաշտպանել, քո ուղեղը սկսում է ճանապարհները տեսնել։ Քո ուղեղը չի կարա ճանապարհ տեսնի, եթե քո նյարդային համակարգը լարված է, ինքը քեզ պաշտպանելու մոդի մեջ է։ Հիմա ինձ ասում ես չեմ կարողանում նյարդային համակարգը ցենց ոնց որ արջ հարցակված լինի վրեդ։ Ինքը պիտի քեզ պաշտպանի, ինքը ձգվում է, լարվում է, ուղեղից ցենց սաղ բաները անջատում է, պրոստը անջատում է, որ դու քեզ չգնաս, չգիտեմ, բանից գցես։ Որտեվ չես կարողանում։ Որտեվ դու ասում ես չեմ կարողանում, եթե անեմ ինձ կվնասեմ։ Էտա քո նյարդային համակարգը հասկանում։ Հիմա եթե դու ասում ես օքեյ, ես կարողանում եմ, բայց չգիտեմ ճանապարհը, 3 հատ շունչ ես քաշում, ինչ է գալիս Վարդիթեր ջան։ Ասма հանգիստ մնա, ոչ մի բան էլ չես կարող անել։ Ոչ մի բան էլ չկա վատ բան։ Մի պատասխանի, պատասխան չկա։ Հիմա դուք հասկացաք, որ այնքան լուծումը հեշտ է, ուղղակի դուք այս ընթացքում ընտրում եք ներվայնանալ։ Այս մեկը էլի զանգում են։ Okay, իզանգերի հետ ինչ կարող եք անել, լավագույն Վարդիթերը ինչ կարա անի։ Ամեն ձևը փորձել եմ, զաբլակիրված, պատասխանել, արև, այն հին ինչ որ մենք սովորել ենք 3D-ում հետ ենք արել։ Հիմա նոր տարածաչափության մեջ ենք։ Դրանք չի աշխատում, Վարդիթեր ջան։ Չպատասխանել, քրֆել, փչել, բան եւ այլն չի աշխատում։ Դրանք հին տարածաչափության գործողություններ են։ Որպես նոր Վարդիթեր,
որը որ ստեղծողն է իր իրականության։ Դուք եք ստեղծում ձեր state of being-ով ձեր իրականությունը։ Դուք եք ձգում Okay, իրանք իմ կյանքում էլ չկան։ Չեմ ստանալ զանգեր։ Չէ, իրականում ստանում եք, ճիշտ է։ Հա, նոր ընդամենը կես ժամ առաջ էլի նույն թեմայով խոսում էի, նույն թեմայով նույնիսկ հանգիստ եմ բացատրել, նորից էլի նույնը։ Հիմա եթե դու ասում ես, չէ, всё, չկա այդ զանգերը, այդ նշանակում է քո ուղեղին խափում ես, բայց քո ուղեղը գիտի որ կա։ Դու քո ուղեղին խափելու ես։ Այդ պահը չեմ կարող հասկանամ, էդի ոնց դուրս գամ այդից։ So ինչ կարաս անես, դու սա հաստատ գիտես, չէ, որ աֆիրմացիաները մի քանի անգամ կրկնում ենք, իքը դառնում է ոնց որ pattern։ Դրամարեն է անդադ ասում, ես լույս եմ, ես չգիտեմ ինչ եմ, հաստատումները դա կրկնողությունը գիտության մայրն է, երբ որ դու կրկնում ես մի քանի անգամ, դու ոնց որ ուղեղի տարեստական հրաման տաս, որ հələ մտի դրա մեջ։ Հիմա մարդկա ստացվում է իր մոտ շատ շուտ, մարդկա չի ստացվում, որտեվ ինքը տակից էլ մի հատ այնպես ներքին խոսակցություն ունի, կարող է ես ինձ խափում եմ, թե չէ։ Ախր խափում եմ, ախր ես գիտեմ, որ զանգերը կան։ Հիմա ռեալ կան զանգերը, ռեալ։ Եկեք բան չանենք, հեքիաթի դաշտերում չլինենք։ Ռեալ կա զանգը, զանգում են քեզ, դու որպես նոր վարդի թեր, որը ավելի ինքնավստահ հաճախականության մեջ է, ավելի կրեատիվ հաճախականության մեջ է։ Ինչ կանես դու զանգերի հետ, վարդի թեր ջան։ Չգիտեմ ինչ անեմ։ Սա էլ է Չպատասխանեմ։ Չի, եթե չգիտես, չես անում ոչինչ։ Հա, չեմ իմանում։ Այդ ժամանակ ինչ ես անում։ Նոր պատմում էի։ Շնչում եմ, նորից եմ շնչում ես, արտաշնչում ես։ ու նորից Հետո եթե տեսնում ես տրիդիում չի լինում գործերը, բաները լուծել, մի հատ բարձրանում ես բան, հոգևոր դաշտ, ասում ես surrender ես անում, տալիս ես իրան, ասում ես մեռնեմ ջան, հələ ես հարցը լուծի։ Իսկ մինչև այդ ես ինչ կարամ անեմ։ Ինչ կարաս անես։ Դու որպես վարդի թեր հիմա, որ նորածնվել ես տարածաչափության մեջ, մաքսիմում ինչ կարաս անես, արև։ Հանգիստ կընդունեմ, հələ կսպասեմ։ Exactly, այդքան բան կարաս անես դու հիմա որպես ու Աստված այդ մասին գիտի։ Դու քո լավագույնը կարաս անես, քո լավագույնը այս վիճակում լինելու է, որ ոչ մի բան չեմ կարող անեմ, տալիս եմ քեզ լուծի։ Հələ դու մնա այդ հաճախականության մեջ։ Այդ ճիշտ է։ Դու ինձ կգրես ռեզուլտատի համար։ Okay, շատ ճիշտ է։ Վայ ես էդի ուրիշին եմ ասում, ես չեմ անում։ Այս նշանակում է breakthrough ունեցար հենց հիմա, այս նշանակում է breakthrough, երբ որ քո ուղեղը սկսում է տենալ ճանապարհ։ Շաքարվեցի։ I love you։ Ոյ, շնորհակալ եմ շատ, ոնց եմ սիրում ձեզ, ապրեք։ Շնորհակալ եմ։ Մարև ջան։ Ջան։ Այս նշանակում է քո ուղեղին թույլ տվեցիր տեսնի։ Ուրիշին ասում եմ, ես չեմ անում։ Ոյ։ Ճիշտ է։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ քեզ եմ շնորհակալ։ Հիմա կուզենամ Հասմիկ ջան ասա արև։ Ուզում եմ վարդի թերի ասածին անդրադառնամ մի փոքր հայերեն ոնց է լինում պատճառ։ Տարի առաջ այս օրը ես եմ այդ բանի մեջ ընկել, նույն պատմությունը ու ես ինձ համար այսպես անալիզ արեցի, ինչի համար եմ ես sense ներվում, ընկճվում, որովհետև ահա որ իմ վիբրացիաներից ինձ sense դուրս շպրտեց։ Երկար ժամանակ պետք է գա, որ ես դուրս գամ դրա մեջից, մոտավորապես 3 ամիս։ Ես ափսոսում եմ իմ ժամանակը։ Իմ համար անալիզ անելով հասկացա, որ ես հիմա, երբ որ sense ներվում եմ, նորից եմ կորցնում ժամանակ։ Ես չեմ ուզում իմ ժամանակը կորցնեմ։ Ամենաթանկ բանը իմ ժամանակն էր, որ ես ներդրել էի, որ ունենայի այդ ֆինանսը ու հիմա ես նորից ծախսում եմ դրա վրա, որպեսզի այդ հետևանքները, այս անգամ այդ կորուստի հետևանքները մոռանամ, ինձ ներեմ, ահա որ այդ ինքնակարգոցման process անցա, այդ ամբողջը պիտի ապրեք Վարդի թեր ջան։ Պիտի ապրեք, ասեք, բայց միշտ ձեր գլխի մեջ պահեք, որ ես ափսոսում եմ իմ ժամանակը, բայց էլի կորցնում եմ ժամանակը։ Ու ամենալավ միջոցը հեռախոսի համարը փոխելն է, որովհետև դա դուք ուզում եք հավատաք, որ հնարավոր է ինչ-որ մի բան կարողանաք փոխել։ Իրականում հնարավոր չի, եթե դուք ընկել եք դե։ 99.9%-ով մի կորցեք ձեր ժամանակը։ Ուղղակի թերթեք այդ էջը ու մոռացեք ու թափով sense առաջ անցեք, որովհետև ինչքան հետ նայեցիք, ինքան ձեզ հետա տանելու, հետա քաշելու։
Ավելի Սա էլ Հասմիկի փորձն է, Վարդի Թեժյան։ Հիմա եթե այս փորձը ձեզ հետ ռեզոնեյթ արեց, այսինքն դուք զգում եք, որ սա լավ բան է, ճանապարհ է, դուք կարող եք փորձել։ Բայց եթե մի բան են չի նստում ստեղ, մի բան всё же չնստեց Հասոյի ասացի մեջ, որտեվ ինքը գիտի, նայեք մարդը որ մի բան է պատմում, լիքը բան delete է անում ավտոմատ, որտեվ ինքը ներսում գիտի, բայց ամբողջ ինֆորմացիան չի կարա տա, որտեվ ինքը այդ քայլերը, բաները մանրամասը գիտի, բայց չի հասցնի տա քեզ։ So իր ասածը ամեն ինչը ես ասել եմ ինձ, որ ժամանակս կորցրեցի, ֆինանսս կորցրեցի, ոչինչ, կորավ, ոչինչ։ Ժամանակը հորինել ենք, հերիք չի, մի հատ է կորցնում ենք։ Դե, հա, էտել եմ ասել, կորավ, ոչինչ։ Ախր չկա Բայց ժամանակ։ Okay, ամեն ինչ կգնի տեղը, շնորհակալ եմ։ Այո, մենք ոչինչ չենք կորցնում երբեք։ Իհարկե։ Հակառակը աճում ենք, մենք միշտ աճում ենք, միշտ։ Երբեք ոչինչ չենք կորցնում, Վարդի Թերջյան։ Բայց այս պահը ինչ sense չոտքի եկավ։ Շնորհակալ եմ։ Ես էլ տատ։ Եկեք մի հատ էլ փորձ անենք։ Եթե հարցեր կան, ես հարցերը չեմ տեսնում ստեղ։ Ոյ շիշքոն բան եք գրել, ժողովուրդ ջան։ Եթե հարցեր կան, ինձ ասեք, որտեվ չեմ հասցնի այսքանը պատմեմ, կարդամ։ Հասչանելի ուզում ես բան ասես, արև թե ձեռքը տա մնացել, չէ՞, օքեյ։ Ուզում եմ իրար հետ փորձ անենք։ Ուզում եք իրար հետ փորձ անենք։ Ձեր բարձրացրեք, ովքեր ուզում են իրար հետ փորձ անենք, բոլորս։ Նոր բան սովորենք։ Ինչքան որ սովորենք։ Thank you։ Հիմա մենք սկզբում ասեմ ինչ ենք անելու, այդ Samsung Մարգարիտա ջան, ես քեզ ոնց եմ կարոտել, ասա Արև ջան։ Samsung SMA3 Նաշ ջան, ես էլ քեզ կյանք, այնքան զբաղված եմ ես եղել այս ամիսու կեսը, վաղվանից արդեն կթեթևանամ, հյուր ունեմ կճանապարհեմ, վաղը նույնիսկ չեմ կարող Սիլոյի հանդիպմանը գնամ, շատ ափսոսում եմ, բայց վաղը պիտի մեր հորքուրին ճանապարհենք, պաչիկներ բոլորիդ ու ներողություն, որ ընդհատեցի, ես էլ եմ պաչում Նաշ ջան։ Դու միշտ հայտնվում ես ճիշտ ժամին, ճիշտ տեղում, Արև ջան։ Okay։ Հիմա sense մի բան ենք անելու։ Ես կդնեմ երաժշտություն, ես հետո էսա YouTube-ից կկտրեմ, որովհետև եթե այս ամբողջը դնեմ YouTube-ում, բլոկ կանեն մեզ, ու մենք այլևս չենք տեսնի ինչ որ տեսնում ենք։ Մենք անցնելու ենք փորձառության միջով, այսինքն հենց նոր, երբ որ ոչինչ չէր կատարվում Վարդի Թերի մոտ իրականում, չէ՞, բայց ինքը վերապրում էր ինչ որ կատարվել է ենթադրենք կես ժամ առաջ, դուք դա տեսաք, ձեր աչքի առաջ եղավ, ոչ թե իրականում դա կատարվում էր հենց հիմա ու Վարդի Թերը ապրում էր այդ էմոցիոնալ էքսպերիենսը, այլ ինքը հիշում էր ինչա կատարվել ու նորից նույն բաները արտնանում են իր մեջ, այսինքն նշանակում է մեր ուղեղը չի տարբերում, սա իրական փորձառություն է թե երևակայական, երբեք չի տարբերում։ Հիմա եթե պատկերացնեմ, որ ինձ օպերացիա են անում, ես նույն ձևի կանցնեմ այդ տանջանքի միջով, ոնց որ իրական օպերացիայի, ասենք, ժամանակ։ Մեր ուղեղը այդ այն զարմանալիորեն հեքիաթային բան ունի, որ իր համար կապ չունի այդ փորձառությունը իրական է թե երևակայական։ Եվ սա հանճարեղ բան է, ability է։ Ես միշտ ասել եմ, Աստծո կողմից շնորհված երևի ամենակարևոր բանը դա մարդկային պատկերացումն է, որտեղ հենց մեր պատկերացումների շնորհիվ է, որ մենք ստեղծում ենք այս հզոր ամեն ինչը, այս գրիչը, չգիտեմ, այս խալին, որ ստեղծվել է մեկի պատկերացմամբ, եթե այս մարդու պատկերացումը ուժեղ չլիներ, ինքը սա չէինք ունենա մենք ուղղակի։ So ես կարծում եմ, որ մեզ ամենավերևից տրված այդ ձրի նվերներա, չէ, մեզ լիքը տրված ու մենք չենք գնահատում, այդ շնչելը, այդ երևակայությունը, այդ ամեն ինչ մեզ նվեր է տված ու մենք միշտ ասում ենք, կարող է մի բան չի հերիքում մեզ, բայց մեզ տված ամեն ինչ, որ ստեղծագործենք ու արարենք մեր կյանքը։ Բայց մենք դժգոհ ենք մի քիչ։ Так, հիմա վարժությունը սենց է, էլի, նևրոլինգվիստիկ գիտության մեջ, նախորդ ասեմ, սա նոր գիտություն է, այս դարի գիտություն է, Կստացի, այս գիտությունը հիմնել են երկու բաներ, գիտնականներ, մեկը մաթեմատիկոս է, մեկը լեզվաբան։ Էլ եմ ասում, սա հոգևոր բանի հետ ընդհանրապես կապ չունի, կոնկրետ հիմա գիտություն ենք ուսումնասիրում, գիտականորեն են ոնց որ ապացուցվում այս ամեն ինչը,
ոչ թե 5D-ից, ոչ թե հավատալ չհավատալով, այլ ֆորմուլաներով բացատրվում է թե մարդու փորձառությունը ոնց է ստեղծվում, ոնց է մարդը ստեղծում իր իրականությունը։ Դա անում են գիտնականները։ Ու երբ որ ես ուսումնասիրում էի NLP-ին, ես հասկացա, որ NLP-ի մեջ կան այն բոլոր գործիքները, որը որ մինչև այդ մենք չենք ունեցել ուղակի։ Մենք ոչ միտեղ չեն սովորացրել ու սրանք շատ կարևոր գործիքներ են։ Դրա համար էլ հենց հիմա դրա մաստերզն եմ վերցրել։ Այսինքն փորձում պրոֆեսիոնալանամ այդ բնագավառում, որտեվ հզոր գործիքներ ունի այդ NLP-ն։ Հիմա մենք ինչ ենք անելու։ Մենք անցնելու ենք մի փորձառության միջով, այսինքն պատկերացնելու ենք մի փորձառություն, վարդիթերի նման ենք անելու, որտեղ որ մենք մեզ վատ ենք զգացել, անհանգստացել ենք կամ ջղայնացել ենք կամ շատ հեշտ է դա անել։ Հենց նոր վարդիթերը շատ հեշտությամբ մտավ այդ սցենարի մեջ, այդ սցենայի մեջ, որը որ ինքը հետադրենք ապրելա կես ժամ առաջ, վերապրեց նույն զգացողությունները։ Դա կատարվեց բոլորիս աչքիս առաջ ու բոլորս կարող ենք դա անել։ Իհարկե, երբ որ անկիտակցաբար ես անում, ոչ դիտավորյալ ես անում, շատ ավելի բնական է ստացվում, բայց ինչ կապ ունի, մենք մեր բոլորի մեջ կա այդ արտիստիկ դերասանական բանը, մենք դրանով էլ ենք օժտված։ Մենք բոլորս խաղում ենք։ Բոլորս ունենք խաղալու տաղանդ։ Բոլորս։ Ոնց ենք մենք խաղում մամայի դերը, ոնց ենք մենք խաղում կնոջ դեր, ոնց ենք մենք խաղում հոր դերը, ոնց ենք մենք խաղում, չգիտեմ, այս ինչ մասնագիտության մարդը, դրանք դերեր են։ Մենք վերևից օժտված ենք այդ դերերը խաղալու ունակությամբ, ուղղակի երբ որ բնական ենք անում, մեզ թվում է թե մենք չենք խաղում։ Մեզ թվում է թե մենակ այդ բեմի դերասաններն են որ խաղում են, բայց իրանք նույն պրինցիպով են խաղում։ Նույն պրինցիպով ինչ որ մենք խաղում ենք իրական կյանքը։ Դերասանը բարձրանում է բեմ, պատկերացնում է իրան այդ դերում, որտեվ ես դերասանուհի եմ մասնագիտությամբ, ես գիտեմ դա ոնց է արվում։ Պատկերացնում է իրան այդ դերում, մտնում է այդ կերպարի մեջ, ասենք Բաղդասար աղբարի Անուշ կերպարը, ես ոնց կխաղայի, ինչ է ապրում Անուշը, ես պետք է մտնեմ այդ կերպարի մեջ, ինձ զգամ որպես Անուշ, ինձ բանը հանդիսատեսը ծափահարելու է, ես կատարելու եմ իմ դերը հիասքանչ։ Բայց եթե ես չմտա այդ դերի մեջ, չզգացի Անուշն ինչ է, ես եկա նազիկի բանով վիբրացիաներով խաղացի, նայելու են չհասկանան, այս ով էր։ Որ չմտա դերիս մեջ։ Մենք բոլորս կարող ենք մտնենք լյուբոյ դերի մեջ, ինչ որ ուզենանք։ Հիմա մենք պատկերացնելու ենք մեր կյանքի դրվագ, բոլորիս մոտ կա տենց դրվագներ, պատկերացնելու ենք դրվագ, որտեղ որ մենք ասենք վատ ենք զգում, կամ ջղայնանում ենք, կամ ես գայդ կանեմ ձեզ։ Հեշտ կլինի անել ու մի փոքր ապրելու ենք այդ էմոցիոնալ էքսպերիենսը, real time, ոնց որ հենց հիմա դու ապրում ես այդ էմոցիոնալ զգացողությունները, դու կզգաք ձեր մարմնում ոնց է դա արթնանում։ Ոնց է սիրտը սկսում արագ խփել, ոնց է սկսում շունչդ կտրվել, ոնց ես դու իսկապես սկսում ջղայնանալ, դա կատարվում է real time, հենց հիմա։ Խացյա ոչ մի բան չի կատարվում ձեր կողքնից, չի որ դուք այդ սիտուացիայի մեջ եք։ Մենք կանենք, ոնց որ կմտնենք այդ սիտուացիայի մեջ ու կանենք ձեռքի շարժում։ Ենթադրենք ամենահարմարը այս դեպքում, քանի որ մենք փորձելու ենք այդ սիտուացիան փոխենք, այդ դեպքում ավելի լավ է երկու ձեռքերը օգտագործենք։ Հենց մտանք այդ սիտուացիայի մեջ, ես ձեզ գայդ կանեմ, anchor կանեք, այսինքն կհիշեք այդ սիտուացիան, անելու ենք sense, այսինքն, այս երկու մատերը միացնում ես իրար ու ոնց որ քեզ հիշացնում ես այդ բանը։ Այդ նշանակումը նեյրոններիդ բան գնաց, հրաման գնաց, որ հիշում է այդ experience-ը։ Բայց չենք անելու շատ intense, որպեսզի ինքը sense չխարսխվի։ Իրան անելու ենք հիշացման կարգով, գիտակցված դնելով, որ մենք սա ուղղակի փորձ ենք անում հիմա։ Դիտավորյալ մեզ գցում ենք այն հիշողության մեջ, որը մեզ չի ծառայում։ Եվ անելու ենք հակառակը, հիշելու ենք այն իրավիճակները, որտեղ որ մեզ լավ ենք զգացել, շատ լավ ենք զգացել, մենք բոլորս ունենք այդ իրավիճակները, չէ՞։ Մենք բոլորս ունեցել ենք մեր կյանքում շատ սիրուն օրեր, երջանիկ օրեր, եւ երբ որ մենք anchor անենք այդ էմոցիոնալ experience-ը, օգտագործելու ենք մյուս ձեռքը։ Փորձեք վատ experience-ը, երբ որ վատ նկատի ունեմ մեր մարդկային լեզվով վատը, հա, ինչին որ մենք ենք նշանակություն տալի, էդ էլ ենք մենք նշանակություն տալի, իրականում ամեն ինչ նեյտրալ է, բայց մենք այդ իրավիճակին տալիս ենք լավ կամ վատ նշանակություն։ Ու դա էլի մեր մարմինն է հուշում, մենք կամ վատ ենք զգում դրանից, կամ լավ ենք զգում դրանից, հենց դրանով ենք հասկանում, էսի մեզ համար լավ է թե վատ։
բայց ինքը նյութրալ է։ Իրականում ոչ լավ է, ոչ վատ։ Ես կխնդրեմ այն էմոցիոնալ էքսպերիենսը, որը որ անելու ենք վատը, օգտագործել աջ ձեռքը։ Խարիսխ անելուց ուղղակի սեղմում եք այս երկու մատը։ Այն էմոցիոնալ էքսպերիենսը, որը մենք համարում ենք լավ ու մենք լավ ենք զգում, օգտագործեք ձախ ձեռքի նույն մատերը։ Ես գայդ կանեմ, հասանք պիկին, օգտագործում եք, միած սեղմում եք իրար։ Այսինքն ֆիզիկական հրմամբ ձեր մարմնին, ձեր նեյրոններին տալիս եք հրաման, որ հիշի սա։ Ու հետո մենք երկուսը միացնելու ենք իրար, որպեսզի բան անենք, փոխարինենք։ Ու շատ հետաքրքիր է ինչ կլինի։ Ես շատ կուզենամ մի հատ վոլոնտյոր, որ մեկը ձեռք բարձրացնի ու կոնկրետ ես իր հետ անեմ ու մնացածը ուղղակի բան արեք, կարող եք ուղղակի հետևել, անել նույն բանը։ Ուղղակի ինձ հեշտ կլինի, որ ինչ որ մեկը կոնկրետ իմ դիմաց ոնց որ կուզենա վոլոնտյորություն անի։ Նույն բանն է անելու ինչ որ դուք, բայց կոնկրետ ես մեկի հետ կաշխատեմ, էլի։ Կա ինչ որ մեկը որ կուզենա։ Եթե ես կարողանամ, սիրով, Արես, կարող եթե վստահում ես, հարց չի, սիրով, իհարկե։ Ես ձեզ վստահում եմ, ասա դուք ինձ վստահեք։ միանշանակ Ես վստահում վստահում արև, բոլորին վստահում եմ։ Ես հենց մարդուն տենում եմ, վստահում եմ միանգամից։ Այդ հետո կարող է հնարավոր է որ ասեմ, այ ճիշտ է, բայց հենց առաջի հայացքից բոլորին վստահում եմ, որտեղ ես գիտեմ, որ բոլորը ունեն պոտենցիալը։ Բոլորը։ Okay, Սաթիկ ջան, որ շատ բարդ բան չենք անելու։ Նորից ես գայդ եմ անելու, ասելու եմ, որ գնա մի էքսպերիենսի մեջ, որտեղ որ դուք ես վատ ես զգացել, ու ունես, դու էլ պատմեցիր այդ էքսպերիենսիդ մասին, դու հասարակ որ հիշես այդ էքսպերիենսի մասին, կհիշես այդ էմոցիոնալ էքսպերիենսը։ Okay, ու ընդամենը ասելու եմ ձեռքիդ այս երկու մատը սեղմի, որ հիշես։ Okay, ես հիմա երաժշտություն կդնեմ։ Շնորհակալ եմ։ Քեզ եմ շնորհակալ։ Կա էլի ինչ որ մեկը, որի հետ կատարվեց, այն ինչ որ եղավ Սաթիկի հետ։ Կարելի է, ես էլ իմ փորձառությունն ասեմ, Նազելի ջան։ Իհարկե, խնդանուց ջան։ Ուրեմն շատ հետաքրքիր պահ էր։ Ես հիշեցի 2008 թվականը, երբ որ մեր ընտանիքը շատ վատ վիճակի մեջ հայտնվեց 2008 թվականին եւ բոլորը հիշեք ինչ օրեր էր եւ ամուսնուս 3 օր մորգերում ենք ման գալիս ու ես հիշեցի պահը որ իր թևը կոտրել էին վիրահատվել էր հիվանդանոցում էր ու եկան երբ որ արդեն կարերը քանդեցին պիտի տանեին ոստիկանները Ես տեսա այդ տեսարանը, այդ իմ բարկությունը, 9 հոգի տղամարդ էին եկել, ու սենց պիժամայով մեզ բերեցին Երևան։ Մի խոսքով ես վերապրեցի, բարկություն էր դա, վախ չէր, անհանգստություն չէր, որովհետև ես այնքան էի փորձառվել արդեն ինքնապաշտպանությունը շատ հզոր էր, ուղղակի բարկություն էր։ Երկրորդը ես զգացի մի բան, մի ուրախություն, որ ունեցել եմ 45 տարի առաջ, երբ որ ծնվեց իմ առաջի բալիկը, դա մի աննկարագրելի բան էր, մենք 4 երեխա ունենք, բայց այդ առաջի պահը ես տեսնում էի իրան, իր ճիչն էի լսում, ու որ սրտիս մեջ սենց ինչ-որ բան հալվեց ու արցունքների տեսքով սկսեց գնալ, որտեվ ես երկար էի սպասել, թե այդ ձակը ոնց է դուրս գալու, ինքը քայլելու է ու այդ ուրախությունը շատ հզոր էր։ Իսկ վերջում ես ինչ տեսա, մի քանի երևի 2 շաբաթ առաջ մենք մի միջոցառում կազմակերպեցինք, որի համար ես ուզում եմ շատ մեծ շնորհակալություն հայտնել քեզ Նազելի ջան, որովհետև այն Zoom-ը, որը դու դրեցիր, մենք տրանսցենդենտալ մեդիտացիայի հետ կապված,
արձագանքները շատ մեծ եղան եւ Հայաստանում բավականին մարդիկ եկան սովորեցին եւ մենք հունիսի 26-ին տուր կազմակերպեցինք 56 հոգով 41 մեդիտատոր միացան Երևանից եւ 16-ը Եղեգնաձորից եւ մենք մի շատ գեղեցիկ տուր կազմակերպեցինք Եղեգիսի կիրճում, Արենի քարանձավով, հետո եղանք Եղեգիսի կիրճի եկեղեցիներում, հետո Լույսի տուրում, ազգային բարի վարպետաց դաս անցկացրեցինք, 2 անգամ բնության մեջ մեդիտացիա անցկացրեցինք եւ Արատեսը մի հզոր վանք ունի, այդտեղ էլ դրանով վերջացրեցինք ու գիտեք ինչն էր զարմանալի, որ բոլորը շատ ուրախ էին ու ես այդ պահը հիշում եմ, որ բոլորը գրկում մոտենում էին ու այնքան երջանիկ էին, ոնց որ մի մեծ ընտանիք լիներ, այն որ հարսանիք են գնում ու բոլորը ուրախ են այդ ժամանակ ոչ մեկը ոչ մի բան ու ես այդտեղ հենց այդտեղ բնության մեջ քեզ շնորհակալություն հայտնեցի, որովհետև դու տվեցիր այդ հնարավորությունը իսկ ես գիտեմ, որ ինչքան մեդիտատորները շատացան եւ այդ միասնական հավաքները մեծացան, այնքան խաղաղությունը տարածվելու է Հայաստանում եւ մեր ընտանիքներում եւ մեր անձերի մեջ։ Իսկ այս վերջի պահին ոչ թե ես փշաքաղվեցի, այլ իմ մեջքը սենց ուղղվեց ու մի հատ ուժ եկավ, որը այս արևահյուսակից դուրս եկավ ու սենց տարածվեց ամբողջ իմ մարմնով, դեպի ուսերով, դեպի թևերով, մեջքս ուղղվեց ու ես հասկացա, որ այո, ամուր եմ եւ կարող եմ։ Շնորհակալ եմ Նազելի Մեր ջան, ներսի շատ պոտենցիալն է, երբ որ հանում ենք, ինքը դուրս է գալիս։ Մենք լիքը ուժ ունենք մեր ներսում է։ Ձեզ եմ շնորհակալ Խնկանուշ ջան։ Երևի այսքանը, եթե հարցեր ունեք, կարող ենք պատասխանել ու ընդհանրապես եթե հարցեր ունեք, նույնիսկ եթե թեմային չի վերաբերվում, շատ ուրախ կլինենք ձեզ լսել։ Այդ որ ասեցիր կապույտ գույն փնտրեք, դա ուղակի ինչի համար էր, որտեվ ես ոչ թե 3, այլ միանգամից մի 5 առարկա գտա կապույտ, էլի։ Այդ մաքրում ես էկրանը, որ ինքը դուրս գա այդ բանից, փորձառությունից։ Փոխելու համար, հետո հասկացա։ Փոխելու համար, որ չմնա տեղ, էլի։ Որտեվ ախր երևակայական փորձառություն ես չի ապրում։ Մենք պատկերացրեցին, գնում ենք իսկապես ապրում ենք։ Մի հատ պետքա դուրս գալը տեղից, որտեվ գնացել ենք անցյալ։ Չունենք հարցեր ժողովուրդ ջան։ Կարևոր չի թեմայի շուրջ, ընդհանրապես մեր այս քվանտային իրականության շուրջ, եթե ինչ որ հարցեր ունեք, որտեղ որ կմիանան արդեն Սամվելը, Մարինեն, հարցերին կպատասխանեն, Անուշը այստեղ է դեռ։ Էլի չի խոսում Անուշը։ Ինչ գիրք խորհուրդ կարդալ։ Վայ Նելի ջան, այնքան գրքեր խորհուրդ կտամ կարդալ, եթե շատ եք սիրում կարդալ։ Ես լսում եմ, հիմնականում կարդալ չեմ կարողանում, որտեվ համ աչքերիս է լարվում, համ լսելով ավելի շատ ժամանակ եմ տրամադրում գրքերին, որտեվ դա անում եմ տարբեր տեղերում քշելուց, լվացք անելուց եւ այլն։ Ախր այնքան բաներ կան լսելու։ Կարող եմ հեղինակների անուններ գրել, ինչ էլ իրանցից կարդակ։ Պարոն Սամվելի Մատյան Երանությանը կարդացել եք Նելի ջան։ Կարող եք եւ պարոն Սամվելինը կարդալ կամ լսել, YouTube-ում ունի, եւ Դոնալդ Ուոլշինը, Նիլ Դոնալդ Ուոլշ, Բիսեդի с Богом։ Ինձ համար գրքերի գիրքն է դա։ Երևի որ սուտ չասեմ, արթնանալուց հետո այդ բուջուրերը խոնում որ չես հասկանում ինչ անես, այդ գիրքը, ասենք, լիքը գործիքներ ա տվել, լիքը։ Որ չգիտես ինչ անես, պատասխանները տեղ են։ Էլ ինչ, Նապոլեոն Հիլ կարող ես կարդալ։ Հիմա ես կդժվարանամ բոլոր բաները ասեմ, Ռոնդա Բեռնի գրքերը, Դիսպենզա լսեք, Brown Tracy, Դանի Մորիել։ Ջոն Քեհոն ասել։ Դե չեմ հիշի է բոլորին ասեմ, որտեվ շատ են գրքերը։
Ո բիսեդին 10 անգամ լսել եք 4 իր բոլոր գրքերը կարդացել եք, Նելի ջան, լսել եք։ ChatGPT-ին կարող եք հարցնել, ասենք ես քվանտային իրականության մասին, հոգևոր տարածքի, քվանտային ֆիզիկա, ինչպես ենք ստեղծում մեր իրականությունը, ինչ հեղինակներ կտա, ինքը կտա այդ բոլոր հեղինակներին։ Ես հիմա չեմ հիշի ուղղակի հատ-հատ։ Ես շատ եմ լսում Բաշարին, շատ եմ լսում Բաշարին։ Տենց բան չկա, որ Բաշարը ասի, ես լսած չլինեմ։ Ինձ հետ շատ է ռեզոնեյտ անում, լիքը մարդ չի կարողանում իրան լսի, բայց Բաշարը ոնց որ Բաշարը ինչ ասի, ես էլ ասեմ, այ տենց է Բաշարը իմ համար։ Ես նույն բանը տենց կասեմ։ Պրոստը ինքը շատ ավելի սիրուն է ներկայացնում, որտեվ ինքը ընդհանրապես իր ուղեղը գցում է, ասենք, complete գամմայի մեջ, դա կարողություն է, էլի։ Օրինակ ես չասեմ չեմ կարողանում, որ ասեմ չեմ կարողանում, չեմ կարողանա, բայց դեռ չի հաջողվում ինձ ընկնել են complete գամմայի մեջ, որտեղ որ քո ֆիզիկական միտքը բացարձակ չի աշխատում, դա շատ հիանալի state է, երևի ամենաճիշտ ինֆորմացիաները այդ ժամանակ են գալիս, որը որ կարողանում է Բաշարը անի։ Իր ուղեղը չափել են այդ բաները, հաճախականությունները, այդ իր wave-երի ամպլիտուդերով բաներով, ասենք ինքը լրիվ completely ընկնում է գամմայի մեջ, գամման մի հատ չնաշխարհիկ բան է, state է։ Մեդիտացիան գցում է տետայի մեջ, իսկ Բաշարի տրանսը ինքը ընկնում է գամմայի մեջ։ Այդ ժամանակ ոնց որ ինքը ոնց ասեմ, ֆիզիկական միտքը բացարձակ չկա, բայց ինքը արթուն է ու ինֆորմացիան շատ մաքուր է գալիս։ Այսպես։ Եթե հարցեր չունեք, կարող ենք ավարտել այսօր մի ժամ շուտ։ Ինչքան հասկացա, հարցեր չկան։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ բոլորին։ Պիտի խնդրեմ, որ կրկնեք սա ձեզ համար։ Հենց պարապեք, մնում մի հատ ձեզ հիշացրեք, այդ ձախ այս մի հատ հիշացրեք ու ուշադրություն դարձրեք ինչա կատարվում մարմնի մեջ ու հայտնվեք այդ state-ի մեջ։ Նորից եմ ասում, եթե մի բան ուզում ես մոտդ լավ ստացվի, պիտի կրկնես։ Եթե ուզում ես լավ գրես, պիտի անդադ գրես, որ լավ գրես, չէ։ Նույնը սա է։ Եթե ուզում ես դա քո մոտ ավտոմատ ինքը դառնա background-ը քո, որ արդեն չմտածես դու ոնց հայտնվես այդ state-ի մեջ։ Ուղղակի հայտնվես, երբ որ ասենք սիտուացիան եկավ, դու արդեն գիտես, որ քո background-ում այդ է։ Դու էլի կարաս ռեակցիա տաս, դու էլի կարաս 3D-ում կոնկրետ հարցը լուծես, շփվես եւ այլն, բայց դու ներսում քո state-ը չի փոխվում։ Որտեվ գիտես, որ ամեն ինչ կատարվում է քեզ համար, գիտես, որ ամեն ինչ լավագույնս ծառայում է քեզ։ Ու ինչ էլ կատարվի դիմացդ, դու իրան այլևս չես տեսնում 3D-ից, դու իրան տեսնում ես 1000 տեսանկյունից, ոնց ասեմ, 1000 տեղից տենում ես։ Մի հատ իր տեսանկյունից ես նայում, մի հատ կողքի դիտորդի տեսանկյունից ես նայում, ու judgment չկա բացարձակ։ Judgment չկա ուղղակի։ Ուղղակի կամ ռեզոնանս անում, կամ չի անում։ Բայց թույլ ես տալ, եթե ռեզոնանս չի անում, ասում ես ռեզոնանս չի անում, բայց ես քեզ թույլ եմ տալիս լինել այնպեսին, ինչպեսին դու ես ընտրում։ Եթե ռեզոնանս անում, գրկում ես, պատճում ես։ Իսկ եթե ռեզոնանս չի անում, դու իսկապես իրան հենց տենց էլ սիրում ես, որտեվ ինքը ուրիշ ձև չի կարող։ Չի կարող ինքը ուրիշ ձև, ուղղակի չի կարող։ Մենք ոնց ենք հիմա սովորում սա։ Ինքն էլ տենց պիտի սովորի։ Մենք բոլորս պիտի տենց կամաց սովորենք։ Քնարիկ Այվազյան ջան, ասա Արև։ Բարի երեկո բոլորին։ Բարև հրեշտակ։ Նազել ջան, իսկ կարող ենք մեր նպատակները երազանք պահենք ու այդ երկու մատը սեղմենք։ Այդ դեպքում կիրականանա մեր նպատակները։ Ինչ լավն ես քնար ջան։ Կյանքս էսի state of being-ի մասին է խոսքը։ Եթե դու հայտնվես այդ state of being-ի մեջ ու դարձնես, դու ոչ թե սա պիտի անես քո նպատակները իրականացնելու համար, այլ սա պիտի անես, որպեսզի ինքը դառնա քո core vibration-ը, այսինքն քո հիմնային բանը, հաճախականությունը։ Ու երբ որ քո հիմնային հաճախականությունը, այդ հաճախականությունն է, դու այլևս նպատակներին հետևից չես վազում, ուղղակի իրանք սիրուն գալի դասավորվում են քո դիմաց, ոչ թե դու ես իրանց հետ բանանում, չես անում, ոչ թե դու ես ընկնում իրանց հետևից, այլ իրանք են ընկնում քո հետևից։ Լուրջ քո նպատակները ընկնում են քո հետևից։ Ասում են, ես էլ արա, ես էլ լավանում եմ, խնդրում եմ, մի հատ էլ ես արա։ Դու անհնարին մի հատ հրաշքների հավաքածու է լինում։
Կարևորը այդ state of being-ում լինելն է, բայց ոչ թե հաշվարկով, որ ոյ ես ստեղ լինեմ, որ դրան կլինի, չէ, որ դու առաջինը ուզում ես, որ լավ զգալ սովորես, որ սա սարքես քո հիմնային հաճախականությունը, որտեղ դու տենց ես ուզում ներկայանաս աշխարհին, առանց հետին մտքերի։ Ուղղակի դու ուզում ես տենց լինես, տենցը լինես, այդ փորձառությունն ես հիմա ուզում անցնես։ Իսկ հենց զգում ես, որ վсё այդ փորձառության մեջ ես, դու կարողանում ես, դու միշտ, ոնց ասեմ, ինքը դառնում է քո հիմնային հաճախականությունը, այդ ժամանակ արդեն բոլոր նպատակներդ, երազանքներդ, այն ինչ որ իսկապես դու ուզում ես, and you mean it, ոչ թե դու ուզում ես, որտեվ պետք է, այլ դու ուզում ես, որովհետև դու ուզում ես։ Ինքը արդեն այլևս երազանք չի, որտեվ ինքը սկսում է մատերիալիզացվել քո կյանքում, ռեալիզացվել։ Ու դու տեսնում ես իր ֆիզիկական դրսևորումը։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ, բոլորից շատ եմ սիրում, եթե իսկապես հարցեր չունենք, եկեք այսօր մի ժամ շուտ ավարտենք, Քեյթն էլ այսօր performance ունի, ես էլ կակրաս կվազեմ, կհասնեմ ձակիս։ Սամս չենք լսում, եթե ինձ սիրո խոսքեր ես ասում։ Շնորհակալություն, Ինձ հաջողություն։ թվաց ինձ սիրո խոսքեր էր ասում։ Բա այդ եմ ասում էլի, բայց այդ դա կոնֆորտ չլսես։ Հասկաց։ Всё, դե մենք ձեզ շատ ենք սիրում։ Շնորհակալ ենք Նատյա, շատ Շատ հրաշք է։ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Հաջողություն բոլորիդ։ Տեսակ չէ, հենց ասեցի սիրո խոսքեր լիքը սկսեցի լսել։ Ասում եմ մեր բառերը օրենք է տիեզերքի համար։ Ինչ ասում ես, ինքը սկսում է, եթե you mean it, սկսում է դրսևորվել։ Всё, ես ձեզ շատ եմ սիրում, անջատեմ սա։ Այս սեղանը կհավաքեմ։